այսօր եկել ենք մեծարելու քեզ։ Հալելույա, հալելույա։ Ժողովուրդ, այսօր մարդիկ իրար են մեծարում կամ ղեկավարների են մեծարում, բայց այսօր դու եկել ենք Տերերի Տիրոջը մեծարելու։ Արեք արժանի ձևով մեծարենք իրան, փառաբանենք իրան, մոռացի ամեն հարցերը։ Աստված որ եկավ Աբրահամի մոտ 100 տարեկան էր, մոտ 99, Սարան էլ 90 երեխա չունեին։ Աբրահամը չասեց դες ինչ կլինի, բա որ ասել է զեպ ալնելու։ Եկավ պատիվ տվեց Աստծուն։ Ասեց միջև չկերակրեմ, չորտնեմ, հանգիստ չնստեք ու ծառայեց։ Պատվեց, երկրպագեց։ Մեկի Աստված ասեց, հաջորդ տարի կգամ։ Ու Սարան կղեղյանը։ Այսօր արեք թողենք, ինչ ունես, ինչ լսել ես, չի եղել, անկեղծ ես պատվենք Աստծուն։ Երկրպագենք։ Այն մսացու եզը որ մորթեց պատվելու, բաղարջը սարքեց, այդ մեր սրտից կարանք այդ ընծաներն ու ամենաբարձր արժեքները նվիրաբերենք, զոհաբերենք Աստծուն։ Թողենք ինքը գիտի ու երբ կգա, ինքը գիտի երբ կգա ու քանի։ Եկեք եւս մեկ անգամ երկրպագենք Աստծուն։ Հալելույա, հալելույա Հիսուս։ Շնորհակալ ենք քեզ։ Մենք մեր սրտի գոհություն ենք բարձրացնում քեզ։ Ամբողջ փառքը, ամբողջ պատիվը, ամբողջ մեծարանքը քեզ։ Տերերի Տեր, արքաների Արքա, արարիչ Աստված, դու մեր հայրն ես։ Սուրբ ես, ավիտենականության հայր, ու սուրբ ես, բարավոր իշխան, որդնում ու կեզ պարկ ենք տալիս, ու Տեր, մենք այնքան ենք սպասում, որ կգա ժամանակ երկնքում հավիտյան երկրպագենք քեզ, մենք չենք էլ հասկանում շատ անգամ երկնքում ոնց ենք լնելու, ոնց հալինելու, բայց քո հետ ենք լինելու, Տեր, շնորհակալ ենք քեզ, հալելույա, պատկերացնում ես Աստծո ներկայությունը գալիս այնքան վայելում օրհնվում ես, Բա պատկերացա իր հետ անձամբ երկնքում հավիտյանը լնելու ես։ Միշտ իր հետ, հալելույա, դա շատ բառավոր է։ Եկեք բարձր ծափարենք մեր Աստծուն։ Այսօր վերնագրել եմ կենդանի ջրեր։ Կասես խի մեռած ջրեր էլ կա, իհարկե կա։ Կենդանի ջրեր ու մեռած ջրեր։ Կասես որն է դա։ Մենք այսօր կնայենք դրա մասին։ Սիրելիներ, այսօր խոսել ենք մի բանի մասին, որը կյանք տվող ջրեր է։ Այս աշխարհի ջրերը միշտ ծարավար հագենալու համար պետք է գնաս հատուկ ջրերի մոտ։ Հիշում եք այն մի հատ տեղ կա Հովհաննես 4 գլխում 13-14-ում, որ հանդիպում է մի հատ աղջկա սամարացու։ Ես տեղերը գրել եմ, բայց խառնում եմ, մեկ կարող է հետո առաջ անեմ։ Հովհաննես 4-13-14-ում ասում է գալիս է մի հատ ջրորի մոտ, ասում է ինձ ջուր կտաս խմեմ, Հիսուսը։ Այդ աղջիկը ասում է դե որ դուլ չունես, դու սամարացի հրեա, սկսում է թեմաներ բացել, մեկ էլ ասում է ախ Երանի իմանայիր ով է ջուրուզողը։ Դու ջուր կուզեիր ու նա քեզ կենդանի ջուր կտար։ Դուք այստեղ եք։ Գիտեք, ու այստեղ շարունակում ասում է ջրից խմողը ծարավելու է գա անթաց սրա մոտ, բայց այն ջուրը որ ես կտամ ստեից է բխելու ու կողորթիկ տանի ուրիշտեղ, կտանի կյանքի հետքերով, կյանքի ճիշտ ճանապարհներով։ Սերից այսօր մենք սովորենք լուրերով, սովորենք աշխարհի տված ջրերով, սովորենք մի բանի մասին, որը ժամանակ առ չի երիքում պակասում է, բայց Աստծո տված ջրերը մի հատ ուրիշ ջրեր է, կյանք տվող է։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Ասեմ սերներ, այսօր մարդիկ Աստծուն ճանաչելով այնքան տխուր է, թողում են կենդանի աղբյուրին ու ճանապարհ են ման գալ ուրիշ տեղեր։ Գիտեք լավ է բժշկի գնալը, նորմալ է, բայց վատ է որ այն բժիշկին չես հարցնում քո բժշկության համար։ Լավ է դիմել ինչ-որ իմաստության, ֆինանսական աղբյուրների խորհրդի շատ լավ է, բայց տխուր է որ Տերերի Տիրոջը իմաստության աղբյուրին չես հարցնում։ Լսում եք։ Գիտեք հարուստները սովոր են հենց մի բան եղավ, մի անգամից իրանց անձնական բժիշկ ունեն, վազեն բժշկի։ Աղքատները նա ստատիստիկա կա որ ամենաուշ հիվանդացողներն են։ Գիտեք որտեղ հնարավորություն չունեն նրան բժշկի։
Բայց գիտեք Աստծո հետ քայլելուց ոչ թե աղքատությունն ու հարստությունն է մեզ ուղղորդում, մեզ Աստված է ուղղորդում։ Կա հիվանդություն, որ Աստված տեղում կարա բժշկի, կա կարող առաջնորդի բժշկի մոտ։ Ամեն։ Ես մեծ սովորություն ունեմ, երբ որ հիվանդանում առաջին աղոթում բժշկվեմ։ Եթե չեմ բժշկվում, գնում եմ բժշկի։ Ուրեմն Աստված ընդեղով է բժշկելու, ամեն։ Հալելույա։ Երեմիա 2:13-ում նայեք ինչա գրված։ Երեմիա 2:13 Որտեղ իմ ժողովուրդը կրկնապատիկ չարություն գործեց, ինձ կենաց ջրի աղբյուրից թողեցին, որ իրանց համար հորեր փորեն, ծակ-ծակ հորեր, որոնք չեն կարող ջուր պահել։ Աստվածաշունչը ասում է կրկնակի չարություն է կենթանի Աստծուն թողելը ու ծակ-ծակոտ ջրհորներ փորել, ծակ-ծակոտ ամաններով ջուր պահել։ Միած ինձ աշխարհում հումոր կա, ասում է հարսնիքիդ մաղով ջուր կկրեմ։ Մաղով ջուր կրել չի լինում, բայց դա հումոր է։ Գիտեք շատերը նման են այդ մաղը ձեռքեր ուզում են ջուր ունենան ու աշխարհիկ ճանապարհներով։ Իմ ցանկությունն է, ես պետք է ես դրան հասնեմ։ Ինչ ուզում ալնի։ Ժողովուրդ, բայց արդյոք Աստծո ցանկությունն է։ Գիտեք մեր ցանկությունները ժամանակավոր բնույթ է կրում։ Գիտեք ինչքան մարդ կա, որ մենք վերականգնողական կենտրոն ունենք, ասում ենք քոնեի ցանկանում արաղը, շատ էի ցանկանում արաղին, օղի օգտագործել, բայց հետո անդունդում հայտնվեց։ Ինքան էի ցանկանում այս սրան, այնքան էի ցանկանում նրան։ Ժողովուրդ մի հատ հարց տամ, այն ցանկությունները, որ Տերը չի անում, կարա տանի վատտեղ։ Որ շատ արագ ուզում ես նպատակիդ հասնես Եգիպտոսից երի վրա է հույսդ քո մտադրությունները սենց հան, նենց հա, սերից երանիքի ես, որ Աստծուն տրվում ես ու Աստված տանում է։ Գիտեք Աստծու հետ քայլելն ինչի է նման, հովիվ։ Նման է սրան, դու ծովի ափին կանգնած ես, մեծ պառախոտ է կանգնած լույսերով, էկիպաժով, ռեստորաններով, ու ասում են, «Էսի աշխարհի նավն է, որը ապահով է իբրև, բայց իրանց երաժշտության, բայց մի հատ ուրիշ նավակ է ցույց տալի Աստված, որ թիակ չունի»։ Ասում են, «Նստի, ես իմ քամով կտանեմ»։ Ասում ես, «Տեր, ո՞նց եք, ուր են գնալու»։ Ասում եմ, «Լսի, ես ավելի խորը տեղեր եմ տանելու, որ այդ մեծ պառախոդը տրված չի մտնելու, դու նեղ արահետներով մտնելու ես ու իմ գանձարաններն ես գնալու, որտեղ իմ քամին կտանի»։ Լսում եք։ Մի քիչ անտրամաբանական է, Աստծո հետ ընդհանրապես տրամաբանական չի քայլելը։ Գիտեք, մի անգամ մի հատ սուտ վկայի հետ զրուցում էինք, ասում ես պետք է Աստվածը հասկանամ, նոր հավատամ։ Ասի կարաս դու հավատաս, հասկանաս, որ 4 օրվա մեռելը հարություն առնում։ Դու կարաս հասկանաս, կույսը հղիանում է։ Դու կարաս հասկանաս, կարմիր ծովը բացվում է ու առանց տիղմի իջոր անցնում են։ Ծովի տակ տիղմոտ ալում, չէ՞։ Ասի ընդհանրապես Աստծուն չես կարող հասկանաս։ Ես այսօր եկեմ ձեզ մի հատ լուր տամ, Աստծուն չի լինի հասկանալ, Աստծուն վստահել է պետք։ Աստծուն հասկացողություն, գիտեք երբ ես հասկանում, երբ որ ելնում վերջանամ, անոր ասում ես, հա, դրա համար էր սենց, ես էլ չի հասկանում։ Վստահել Աստծուն պետք։ Աստծո եկեղեցին մի հատ նավակ է, որ աշխարհի քամին չի առաջնորդում, աշխարհի մատորը չի առաջնորդում, Աստծո Սուրբ Հոգու քամին է տանում։ Կասես բախի է դանդաղ տան, որ արագ տանի կխորտակվես, որտեղ ինքը դիմացի ալիքներ է տեսնում, կեղտոտ բաներ է տեսնում, շատ խաղաղ է տանում, որպեսզի քեզ պահի ու պաշտպանի։ Ամեն։ Ես հարցը ռեսկի չի անում շատ արագ, չես դիմանա։ Նա ինքը սիրում է հանգիստ անել։ Ընդհանրապես Աստծո էության մեջ էս մի բան կա, ինքը ոչ շտապում է, ոչ էլ ուշանում է։ Ասես ո՞նց իմանանք դա։ Օրինակ որ արևը ինքն է ստեղծել, չէ՞, արևին նայում ես, արևը առաջարկից չի շարժվում, բայց ամեն օր ճիշտ տեղում է ժողովուրդ, 12-ին ճիշտ տեղում է, 9-ին ճիշտ տեղում է։ Նենց չի որ հենց մի օր տնաս, արևը մնաց 9-ի վրա։ Արև 5-ն է չի գալիս կում։ Չէ, Աստված կարգ է դրել ու ճիշտ անում է։ Ամեն։ Այսօր Աստված քո կյանքի բոլոր հարցերի համար պատասխան ունի ու ինքը չի ուշանալու։ Դու ես խանգարում, ինքը չի ուշանում։ Ինքը ուզում է քեզ ցույց տա, որ մի խանգարի ինձ, թող ես անեմ։ Հալելույա։ Սիրելիներ, կրկնակի չարություն է։ Գիտեք, չարություններ կարող Աստծո մի գործ, կրկնակի չարություն է։ Աստծուն ճանաչելով, Աստծո կամքը դնում ես մի կողմ, դու ես ուզում։ Ես շուտ ուզում եմ բարգավաճեմ։ Հեսա տներս կծախեմ, հեսա վարկեր կվերցնեմ, հեսա բաներ ու գիտեմ, ավելի է վատանում։ Գիտեք, պղտոր ջրերը, որ իրավիճակից դրդված քայլեր ես անում։ Այնտեղ երիտասարդներ ուրախ են շատ, լավ օրհնում ենք ձեզ։ Հալելույա։ Սիրելիներ, Աստվածաշունչը ուզում է, որ մենք ծայրահեղ վստահենք իրան։ Գիտեք, ես պղտոր ջուր եմ, երբ որ իրավիճակից դրդված քայլ ես անում։ Ստիպված եմ ուրիշ քայլ չկանելու։ Եվ
ստիպված մի քայլ արա ախպեր։ Չի ստացվելու։ Ասես կոմար ամեն ինչ պատրաստել է։ Մի քիչ համբերի։ Ամեն։ Չէ, լո, մի բան արա ախպեր, երիկարը ինտերնետով սաղ մտարել արես, արի, մի բան արա։ Լսեք, ես լուրում ոչ կսպասեմ Տիրոջը։ Գիտեք, Աստծո ջրերը ստեից է հոսում, բայց դե մի հատ կռանտ կա, որը խմելու չի, ու անտդ հոսում է։ Հենց այս ջրերը ակտիվացնում ես, էսի թուլանում է, ու սկսում ես հասկանալ այս կյանքի ջրերից։ Բայց շատ անգամ էսի միշտ ակտիվ է։ Իսկ գիտեք, երբ է թուլանում, երբ որ ստեի կռանտն ես բացում։ Ստեի խմելունը կյանք է տալիս, բայց ստեինը գիտեք ինչ այն, որ ասում են, խմելու չի։ Բայց ստեի ջրերն է կյանք տալիս։ Հիմա երկու հատ կռան ունենք։ Մեկը հենց բացես, գիտեք, Աստծո ջրերը երբ ակտիվան, երբ որ իրան ու ուզում Աստված իր հետ խոսա, Աստծուն դե ակտիվացնես քո կյանքում, աղոթքներով, Աստվածաշնչով։ Ամեն, բայց իսկ կռանը բացել ես, գալիս ավազ, մավազ, խարը, մարը, տիղմոտ, հոտա գալի, տրուբեկի հոտա գալի, բան։ Երկի ասի ղեկավարներ, ասի նոր, այսպես անեք հույսը դնես նրա վրա անիցիալ է մարդու վրա հուսացողը։ Գիտես դու ես մարդ, քո վրա հույս մի դիր։ Անիցիալը իր բազուկին ապավինողը, ասում է կխոտորվես Տիրոջից, ով որ հույսը դնում է իր ուժերի վրա, Աստծո շեղումը։ Իհարկե մենք աշխատում ենք, ուժ ունենք, մյուսը, բայց Աստված ուզում է իր վրա կենտրոնանաս։ Հալելույա։ Հալելույա, փառք Տիրոջը, Աստված զորավոր է։ Հովհաննես 7:37-ում այսպես բան է գրած։ Հիսուսի մաս Հիսուսն ասում է, ով որ ծարավա թողա ջրերի մոտ։ Հովհաննես 7:37։ Ես մի քիչ ինձ զսպված եմ խոսում, դեռ սիրում եմ էմոցիոնալ կարոզեմ, գոռալով ճվալով, բայց չգիտես, զսպված գնում եմ դեռ։ Ինձ ասին կլինի կամ անց քարոզես, է գոռալով չլինի, ասի չէ, կամ ես մի թողեք քարոզեմ, կամ էլ ոնց ուզեմ քարոզելու եմ։ Տոնի վերջի մեծ օրում Հիսուսը կանգնած էր աղաղակեց եւ ասեց, եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա։ Եվ խմի, ինձ հավատացող ինչպես գիրքն է ասում, նրա փորից կենթանի ջրի գետեր կբխեն։ Սա ասեց այն հոգու համար, որ ընդունելու էին նրան հավատացողները։ Լսեք ինչ ասում։ Իրան հավատացողը կենթանի ջրի գետեր է հոսելու։ Հալելույա։ Դուք գիտեք մենք հոգևորում ֆիզիկականում ծարավը հագեցնում ենք մի բաժակ ծառա ջուր խմելով։ Բայց հոգևորում գիտեք ոնց է հագեցնում ծարավը, ստեից ջրերը բխեցնելով։ Հակառակ process է։ Ֆիզիկականում դու բաժակ ջուր խմես, ծառա որ հագենաս, հոգևորում ստեից պիտի ջրերը բխի, որ հագենաս։ Դու պատկերացնում ես ինչ է կատարվում։ Ու ասում ջրի գետեր կբխի, ու աղաղակեց։ Գիտեք խի աղաղակում Հիսուսը, չի ասում, ով որ ուզում է թող անի, նայ դու գիտեք։ Աղաղակեց, ծարավես, կյանքի աղբյուրը ստեից է բխում։ Մեր հոգևոր կյանքում հաղթանակները ստեից է սկսում։ Աշխարհից, գիտեք, արտաքինը երբ է փոխվում, երբ որ ստե հաղթանակ ես տոնում։ Քո հոգևոր կյանքը կախված է ստեղի Աստծո հաղթանակից։ Մի օր ինձ Աստված ասեց, ուզում ես սահմանները օրհնված լինի, թող ներսի սահմանների տերը ես դառնամ։ Լսեք, եթե ներսի սահմաններում ինքը թակավորում է, դրսի սահմաններում բաներ է փոխվում։ Երբ որ ներսում բանկրոտ ես Աստծո համար, դրսում հաղթանակներ է սկսում։ Երբ որ ներսում իր նավակի մեջ տրված գնում ես, չգիտես ուր ես գնում, ինչ ասում են անում ես, չես հասկանում, բա ոնց ալնելու։ Բայց տան հարցը, բայց ընտանիքի հարցը ոնց ալնելու։ Պետրոս, թող արի մետևից։ Ձուկ ենք բռնչ տանից ծախենք նոր տենագի չալնում, զոնքաջ ունեմ, բան ունեմ տունը։ Արի մետևից, մարդու ворսոտ կշինեմ։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Սիրելիներ, կենթանի ջրի աղբյուրը կյանք է տալիս։ Ես մի անգամ մի քանի տարի առաջ մեր բնակարանը վաճառել էինք, փոքր բնակարան էր, ուզում էի տան հարց լուծեի, բայց չէի հասկանում, հող պիտի առնեմ, տետուն առնեմ, ու մեկը ինձ առաջարկեց մի հատ տարածքում հող, որտեղ 50,000 էր դարել հողերի գիները, բայց ինձ ասեց 20,000 տաս կտամ քեզ, որտեղ ասեց ես շուտ վանից վերցրել եմ, որ 17,000-ով փակեմ, 5 տարի պիտի փակեի, վերջի $2,000 է մնացել, եթե վաղը չեմ իսօր չտամ, վերում են իմ փողերը հետ տան, հողը հետ վերցնեն, բայց եթե 20-13,000 էլ ինձ մնա, ես քեզ լավություն կանեմ, այդ հողը կտամ քեզ։ Ուրախացա, ասի գնանք նայենք, մեծ հող էր։ Գնացի ու լավ տեղ, գնացել եմ, ես կանգնել եմ կնոջս հետ, այդ հողի վրա, ասում տեր, էս մեր հողն է, ու սառնություն եմ զգում, ոչ մի լավ բան չեմ զգում, հասկանում որ մերը չի, բայց ուզում եմ հասկանամ, խի մերը չի, նայում եմ ասում ջուր չկա ոնց որ տարածքում, բայց տեսնում կողքը մատ այգի է, ասում սիրում, փորթան, պտուղներով, թզի ծառերով, մեծ, մեկի մի հատ պապի անցնում, անասուն արածացնում,
Ասեմ, կովի հետ անցնում, ասեմ, պապի կարելի է մատ բան արցնեմ, այս տեղը լավ տեղ է, ասես տղա ջան, փախից տեղից, ասին խի, ասմա, ահա որ տեղը ամառը ճահիճա, ջուր չկա, ախոլերանոց, ասի, բայց անտառով է ջրում սենց, ասմա, այս անտառի պտուղները սա դառնա, ասում խի, ասում տեսնում ես այն քոլեջը սարի վրա, այնտեղի կանալիզացիայի տրուբ են ջարդված, սա ջուրը գալիս է կեղտա ջուրը, այս ձորի մեջ, այս այգու վրա, այդ պտուղների համը տենաց դառնա, որտեղ ջրվում է կանալիզացիոն ջրով։ Կարելի է ջրերը մի հատ ես վերցնեմ, գիտեք ժողովուրդ, գիտեք մենք մտածում ենք, որ ես մաքուր ջուր չլինի չեմ խմի, գիտեք ինչքան է ծարավը լնես, եսի արժի խմես, չգիտես ինչա, դե ծարավը մի չանեմ, ճարժ չկա պտի խմեմ, մենակ եմ մնացել, որ պարապ չեմ մնա, դե վեր հետ մի քիչ ընկերություն անեմ, պարապ չեմ մնա, մտ ինտերնետ մտիտես, ինչ հիմարություն կա, հո պարապ չես մնա, հո ծարավ չես մնա, խմի թույլ էլի, ավելավը մի օր ջուր չխմեմ, կանց տեսի խմեմ։ Գիտեք, այդ ծառերի պտուղը դառներ, այսօր մարդիկ կան հետը շփվում ես, այնքան դառը պտուղներ ունեն, չես ուզում հետը շփվես։ Բերանը բացում է մեկը գնաց, թաղման դուդուկ է միացնում։ Մեռնենք բրստենք, եփենք արև մեռնենք բրստենք։ Եթե էսի չօգնես կմեռնենք ու դուդուկը դառը պտուղները միացնում է։ Այս ջրից է խմե։ Այդ ծառերը ջրվել էին, բայց պտուղը դառներ։ Բայց կատուկ ջրեր, որ ծառերը ջրվում է։ Հիշում եք, որ ասում եք գետերի գնացքում տնկված ծառ, վայ, գիտեք ինչ զորավոր է։ Դրան կհասնեմ դեռ։ Սիրներ, ես այդ հողից թողեցի փախա, հետո փառք Աստծո, ես լավ տուն հետո առա Աստված օրհնեց, բայց հետո ունես դաս եղավ, կեղտած ջրերով ջրվածը, ասեց տղա ջան, թզի համը չես կարա տենաս, այն մեծ է, բայց դառնա։ Ես իհարկե չփորձեցի, բայց վախեցա ու զարմացա։ Այսօր տեսա շատերը ջրվում են կեղտած ջրերով ու գալիս են ու Աստված իր հետ խոսա։ Նսի այնքան կեղտած ջուր ես ընդունել, պետք է ֆիլտրը վիլը ներսդ։ Մաքուր ջրերը գիտես խի տվե Աստված որ ամեն օր լվացվես, ամեն օր մաքրվես, քնից արթնանում ես, մաքրվելու կարիք ունես, հո լավ աղոթում ես լեզնով կենթանի ջրերը ակտիվացնում ես, մեկ էլ հանգստանում ես, հասկանում ես նոր լվացվար, մաքրվավ, ճպուրները տնգավ, աշկիրդ բարձվավ, նոր ասում ես, ինչ հանգիստ է հիմա կարամ մտածեմ, կարամ զրուցեմ, որտեվ զուլալ ջրերով մաքր ջվել եմ, մաքուր ջրերով։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր Աստված ուզում է քեզ լվա միշտ մաքուր պահես, մաքրվես, հետո յուղոտի, որ այս կեղտած ջրերը չկպնի քեզ։ Բայց մենք մտածում ենք, որ պարապ հեռախոս ունեմ, հո պարապ չեմ մնա։ Մի մտնեմ մի քիչ տենամ ինչ են իրար անիծում։ Հո ես եղա նստացնելու եմ սաղիդ, քեզ սաղիդ բերդ եմ տանելու։ Էնի նրան անիծում, էնի նրան դատաստան ու մենք ընկել ենք։ Լավ էլ անիծում է։ Հետաքրքիր է, մենք եք կրանք դատաստան տանք։ Հո դու դրան բռնես սպանեն։ Մի օր մեկ ասում էր, այսինչ բիզնեսմենին պիտի բռնեն դատեն, ասի, իսկ որտես դու բիզնեսմեն։ Որ կան քեզ սաղ ստուգեն մաքուր ես, ասես, դե այդքան չէ, բայց հո իրանց չափ չեմ։ Ասի ինչ տարբերություն։ Այդ ինչ որ չափում ես իրանց, վելի մատ քեզ անալիզ արեք, ուզեի տես քո վրա գային։ Չէ, իմ վրա չէ, բայց դատաստանին կուզեմ մասնակցեմ դրանց։ Սիրելիս, մենք պետք է մաքուր ջրերով ապրենք։ Գիտեք, տեսել եք այն ծովեր կա, այն մի հատ ծով ընդհանուրը ափ չունի, բայց ջրերը առանձնացված են։ Գույների տարբերություն կա։ Մենք պետք է առանձնացված լինի մեր ջրերը, ժողովուրդ։ Ու իրար չեն ձուլվում, չեն խառնվում։ Կենթանի ջուրը չի կարես մեռած ջրերի հետ միաբանվի։ Բայց մենք ուզում ենք զորով շաղաղենք միաբանենք։ Գիտեք, մի հատ հրաշք պատմեմ իմ կյանքից, որ եղավ տարիներ առաջ։ Ջրի պատճառով մենք չենք իմանում, որ այդ ջուրը քիմիական ջուր է։ Մի անգամ գնացել եմ ինտեղ շինարարական կամպանիա ունեի, մոզաիկա էինք անում հատակների, մարմարի կրոշկով, հետո շիլիֆովկա էինք անում։ Մեզի առաջարկեցին մեծ գործարաններ են սարքելու, ասեցին արի մի հատ ցեմենտը ստուգի, ջուրը ստուգի, որ հետո պրետենզիաներ չանես։ Դե նայեցի ցեմենտը նորմալ է, ջրի մասի մտքովս չանցավ, որ դա հին բալոտի ջուր է, ասեցից կալոդեսի ջուրն է բալոտի, այս հորի Վեդրոկա կհանեք, ասես դա ջուր չունենք, ասի հա կլինի, բայց չգիտեի որ դա քիմիական ջուր է։ Թույն է։ Գործի անելու ժամանակ մեծ տարածքը լցրեցին, կարինք մեկը այդ տղեկից մեկը ասես, խաչիկ եղբայր, այդ ջուրը թռավերից վառեց։ Համը տեսա սարսափելի քիմիա էր, դառը, ասեցի, բախի շուտ չէի ասում, ասում չմտածեցինք։ Մազայքին արեցինք, հենց արդեն պիտի վերջացնենք ճաքեց սաղ բոլորը։ Փչացավ ու մեծ տարածք։ Որտեւ ես ջրին ուշադրություն չէի դարձրել։ Մենք ձեր ձեռի բռնեցինք, գիտեինք, որ մեզնից առաջ մի հատ բրիգադի վտարել են փողերը չեն տվել։
ու հիմա մեր հերթն է ասել։ Մենք էլ միամիտ եկել ենք փորձության մեջ ենք ընկել, բայց որ մենք Աստծուն ենք պաշտում, ձեր ենք բռնել 10-րդ ենք տալի, բոլորս հավատացյալ ենք, դեր ենք փորձության մեջ։ Ոչ միայն փողերը չենք ստանա, կարող է մեզ մատերիալի փող ուզեն, հետո գիտեն հավատացյալ ենք։ Աղոթում ենք ու ասում եմ տղեկ, լավ, դուրը փակեք, փախեք տուն։ Մինչև տենանք ինչ ալնելու։ Մյուս օրը մի աշխատող գնում է բացի ստուգում, ասում է, խաչիկ ջան, ոչ մի ճակ չկա, հլարի։ Դիմաց չկա։ Դե գնալով չորանելով դե ավելի ճակ էր։ Շինարական ոչ մի տրամաբանությունով չորանից դո չի կպնում։ Չորանից ավելի է ճակերը մեծանում, մենք տեսանք սա ճակ տկել էր։ Եկոք նայեցի, ճակ չկա։ Հիմա վախում ենք շիլիֆով կանենք, 3 օր անցել է, ասում ենք, գորոս տանոկը միացնենք քանդվի։ Ժողովուրդ, այդ իր Աստծո մեծությունը։ Մենք միամիտ ընկել էինք, վատ ջրեր էինք օգտագործել, բայց Աստծո փառքին էր անհնարին հնարավոր սարքեց։ Մեկ էլ եկան գործը ընդունելու ու ասում են սիրուն գործ էր եղել։ Սենց արեց այդ ղեկավարը, բա այն բրիգադը ասում էր ջրից է կամ էլ ցեմենտից, նույն ջրով ու նույն ցեմենտով է կարևոր ոնց էս կան լավ եղավ։ Ասի պաստորեն դու գիտեի որ ջուրը վատնա։ Ոլ չխորացա, բողոքի Աստծուն փառք տվի, որ ողորմեց փրկեց մեզ այդտեղից։ Դե շորտ դեք ինչի անման մեր կյանքը, վատ ջրերը խմած, ճակ չկաս գալիս են եկեղեցի։ Տերը մի անգամ հրաշք անում, բայց չի կարելի այդ կատակներ անել այդ դառը ջրերի։ Մի օրնից հիմքային կճակի ամեն ինչ, ու Աստված մի անգամ հրաշք կանի, 2 անգամ, բայց զգուշացնում է դրանից հետո որ տես գործ են կամ ջուրը ստուգում էի։ Ասում եմ, տղեկ այս ջուրը ինչ ջուր է, բա ծառայել ջրելու է, ասում եմ, հա ծառայել ջրելուն կլինի, բայց թույնավոր ջուր չլինի, ինչ հատուկ աղա կալած կամ չգիտեմ, ոնց որ գործարանի կեղտա ջրեր էին լցրել դրա մեջ։ Իրանք ափսոսում էին ջրի հարց լուծեին, ասում են դե մի տարի տևելու է ջրի հարցը, այս ջրով կանեք։ Ու մենք անցանք փորձյան մեջ, բայց Տերը ողորմեց ու գերբնական հրաշք էր։ Որ մասնագետ ես շինարարությունից մի քիչ հասկանում եմ, անհնար է ցեմենտը ջրով բացելուց հետո չորանց հետո որ ճաքեց ու ամեն օր ճաքը չմեծանա։ Մյուս օրը ճաքը չկա ու չկա ընդհանուր սաղ տարածքի 200 քառակուսու վրա ճաքերը վերացել էր։ Հետո շիլիֆովքի այդ հղկման ստանոկը որ միացնում ես, դա արագության մեջ շատ մեծ տաքացնում ու ավելի է քանդում, եթե հիմք նորմալ չեղավ, բայց այնպես փայլուն ունտիր եղավ, որտեվ իմ Աստված ու քո Աստված ամենակարող է։ Գիտեք այսօր լսի Աստվածաշնչում երբ որ Աբրահամին հանդիպում ասում հաջորդ տարի գամ երեխա կունենաս ու Սարան ծիծաղում է։ Դե որ լուծել ունենանք։ Գիտեք Աստված ինչ ասում, նա ինչ պատասխան է տալի։ Ինչի ծիծաղացիր, միթե իմ համար դժվար բան կա։ Չի ասում քո օրգանիզմը կլավանա դրա համար երեխա կունենաս, լավ իմունիտետ ունես, ասում է ես որ գամ, անհնարինը հնարավոր է դառնում։ Կարևորը ես գամ։ Աստծո շեշտադրումը քո վրա չի, իրա վրա է։ Իմ հոգին կգա ու կլինի։ Ես կայցելեմ ու կլինի։ Ես որ այցելեմ, սարերը դաշտ է դառնում։ Ես որ այցելեմ, ձորերն է լցվում։ Այստեղ ուզում եմ ասեմ, շատերը սպասեք այդ տիրոջ այցելություններին, ոչ թե տրամաբանեք, դες կրանտը բացել ես, խշշալով է թմա, ավազ, քար, տրուբի հոտ։ Ոնց դասավորվեմ։ Լսի, այս կրանտը փագից դե բաց։ Այս կրանտը ծառ փոշի մաքրելու համար է։ Ստեի կրանտն է, որ կյանք է տալիս։ Կյանքի Հալելույա։ Փառք Տիրոջը։ Տոնի վերջի մեծ օրում Հիսուսը կանգնած աղաղակեց, եւ գիտեք Հիսուսը աղաղակել բառը հորն աղաղակում խաչի վրա։ Ասում եմ հոգին հանձնում եմ քո ձեռքերում։ Դա աղաղակում է, եթե մեկը ծարավա։ Գիտեք այստեղ ծարավ մարդիկ են հավաքված։ Բայց ծարավը ուրիշ ջրերով մի հագես։ Գիտեք այսօր կոկա-կոլայով են ուզում հագեսնեն։ Խմես ավելի է ծարավում, ավելի չես հագենում։ Ինչքան է լավ սոկ արտադրեն, բայց Տիրոջ զուլալ մաքուր ջրերին ոչ մի բան չի ասնում։ Ձեզ ավելին ասեմ, ամռանը աբարանի սառը ջուրը խմում եմ, ես շատ եմ սիրում աբարանի ջրերը։ Գիտեք ինչքան է սառը, կոկորտը չի ցավում, բայց հերիքա սառնարանի ջուր խմեմ։ Գնաց։ Արդեն դեղ պետք է խմես դրանից հետո։ Խոլոդի ջրերից հետո։ Այն ինչ որ Աստված է ստեղծել, ոչ մի վնաս չի տալի։ Օրինակ Աստծո ստեղծած բնության կամին հաճելի է։ Կոնդիցիոները միացնես, գուշ պտենես, թոքաբոր կընկնես։ Անգար։ Գիտեք ինչ որ մարդու ձեռա կպե փչացնում է։ Եթե քո կյանքում մարդու ձեռա կպնում, լավ չի լինելու, բայց որ Աստված է շարժվում, վաու, հալելույա։ Դու շատ զովություն կունենաս կվերապրես։ Մեր Աստված զորավոր է։ Այնու լսել եմ, ես ցենցենալեն լսի նրանց հետ ինչ գործ ունես։ Դու լսի ինչ ասում Տերը քեզ։
Կյանքի ջրերը բաց թող քո կյանքում։ Գիտեք այդ գետերը, գիտես ինչի համար է, որ սրբի մաքրի շատ բաներ տանի։ Հալելույա։ Սերներ, հիշում եք այն պատմությունը, որ Դավիթը հեղեղատից քարեր ջոկեց, խփեց Գողիաթի ճակատին։ Ո՞վ է հիշում։ Այստեղ մի հատ խնդրել եմ քարեր են պատրաստել։ Արեք բացենք առաջի թագավորաց 17 40 խոսք։ Գիտեք, ես այն պատմությունն որ Գողիաթը դուրս եկել Իսրայելի դեմ ու հայտարարում է. ձեր մեջ մեկը չգա, գա իրար հետ կռվենք, ու ով որ պարտվեց, նա լինի ստրուկ պարտված թիմը։ Ու գիտեք, ես մի օր մտածեցի, Սավուղը զորավոր մի անձնավորություն, հզոր թագավոր, ո՞նց է պատերազմը հանձնում մի հատ երիտասարդի։ Ու գիտեք, հովիվ այդ երիտասարդից կախված էր ամբողջ Իսրայելի ապագան։ Աստված Աստված, ո՞նց կարելի է հզոր Սավուղը բոյով, բուսաթով, ջանով, պարապած զորք ունի, պատերազմը հանձնում է ջահել տղու, որ ասում հարց չկա, այս հարցերը լուծեմ։ Գիտեք ինչ գաղտնիք ասեմ։ Ինքը չգիտեր որ Դավիթը հոծված է։ Բայց հանձնում է, սիրելիս, այդ քո բոյ բուսաթի հետ մի հատեղ փոքր Դավիթը քո ներսում է, ասում է դուր ես պատերազմի ինձ, որ ամենակարող Աստված է։ Այդ Դավիթին եթե քո պատերազմը տաս, ինքը գիտի որ խոսքով կտապալի չարին, որ քարով կչոքացնի։ Բայց մենք շատ անգամ մեր ջանով, մեր բոյ բուսաթով կայնում ենք հարցերի առաջ։ Դες ես 100 կիլոից ավել եմ, ինչ ասես կանեմ։ Ոչի բանը չես կարանես։ Այսօր Տերը սպասում է, որ պատերազմը մարմնավորը հանձնի հոգևորին։ Սավուղը մարմնավորի խորհուրդն է, բայց Դավիթը հոգևորի։ Ու Դավիթը գալիս է պատերազմի։ Մեկ էլ էս Գողիաթը տենում ասում է, այս շանտեր եք դրել ինձ, ես ում եք բերեին վրա պատերազմի։ Կոպիտ ասած ես ջահելնով է։ Իսկ Դավիթ ասում է, լսի դու գալիս ես սրով, նիզակով, մյուսով, ես գալիս եմ տիրոջ զորած տիրոջ անունով։ Ես փորձել եմ կենթանի ջուրը կջախջախի քեզ։ Չի կարա կեղտա ջուրը մնա, կեղտա ջուրը պիտի հեռանա, մաքուրն է գնալու։ Կեղտա ջրերը ափեր են դուրս գալիս, կեղտոտ կոմեր են դուրս գալիս։ Ու Դավիթը գալիս իր ցուպը ձեռքն առավ, հեղեղատից իր համար 5 հատ գայլախազ քար ջոկեց եւ նրանց իր հովվական ամանի, այսինքն մաղախի մեջ դրավ եւ պարս ձեռքին մոտեցավ փղշտացուն։ Լսեք, ու ինձ ինչա կատարվում։ Փղշտացին եկավ, Դավիթը մոտեցավ, նրա վահանը կրող մարդը նրա առաջից։ Եվ երբ որ փղշտացին նայեց Դավթին, տեսավ, արհամարեց նրան։ Դա մի քիչ առաջանանք։ Հալելույա, 48-ից մի րոպե։ Դավիթի 49-ին Դավիթի ձեռքը իր մախախի մեջ կոխեց եւ այնտեղից մի քար առավ, պարսով շպրտեց փղշտացու ճակատին, զարկեց, քարը նրա ճակատի մեջ փորվեցավ եւ նա երեսի վրա գետնի վրա ընկավ։ Լսեք, հիմա ես այսօր խորհրդապատել եմ որ հղկված, գիտեք գրած է քայլախաս կամ ռուսերենով գլադկի է կամնի։ Գիտեք գետի մեջ քարերը են հղկվում։ Ով գիտի։ Որտեվ, բայց ինչ է կարծում, գետի մեջ քարը տաշվել է, մի օրում տաշվեց, տարիներով համբերատար մնում է գետի մեջ։ Այսօր քեզ ուզում եմ Աստծուց ասեմ, ուզում ես Աստված քեզի հարմար իր պարսի մեջ դնի ու տա Գողիաթին տապալի, մնա իր գետի մեջ։ Մնա իր գետի մեջ։ Չէ, ես երկու ամիսի մեկ կգամ, ես գիտեմ արդեն սա։ Հելնում ես գետից, գիտեք մենք վերականգնողական կենտրոնը 7 ամիս ասում ենք մնա, հետո նվիրվես հովիվ ջան արդեն դզված վիճակ է։ Մի ամիս դու թրջվում ես, լմա գիտեք, այս քարը պետք է գետ անցնի տարիներով որ հղկվի։ Ես ինչ գիտեմ որտեղից են գետը բերել։ Բայց ես ինքան անհարմար է պարսի մեջ դնես խփես։ Կարող է ճամփից հավասարակշռությունը կորցնի։ Բայց այդտեղ քար կա որ հղկված է։ Ու Աստված գիտե հղկվածը ոնց պարսի մեջ տեղավորի, իր կապարճում տեղավորի։ Ու գիտեք, երբ որ խփես Գողիաթի ճակատին, ձեռով էլ տրամբով կարեց Աստված մտավ գլխի մեջ։ Քարը որ կապնում է տնգինի, չէ՞, մտավ փորվեց գլխի մեջ։ Ու հետո, գիտեք ի՞նչն է զարմանալին։ Բերնի վրա անգավ։ Երեսից մի հատ վզին էլ մտվեց Աստված ու գցեց գետնին։ Սենց որ կապնում է ճակատը, պիտի սենց ընկնես, չէ՞։ Բայց ասում Աստված մի հատ էլ հետևից տվեց երեսի վրա անգավ գետնին։ Կոպիտ ասած, մի հատ կարելի է օրինակ ցույց տամ արի, բայց դու Գողիաթը չես էլի։ Նայ քարը եկավ, որ մի հատ կապավ մտավ գլխի մեջ, մի հատ էս վզակոթին տվեց, Աստված պարկսեց, մերսի։ Իդի օրինակն եմ բերում, որ հասկանաս, բայց դու Գողիաթը չես, դու Աստծո լավ մարդ ես։ Պատկերացնում եք ժողովուրդ։ Երբ որ Աստված հղկված քար ունի իր ձեռքում, ինքը գիտի ոնց պատերազմի Գողիաթին տապալելու։ Թույլ տուր Աստծո գետի մեջ մնա, մի փախի։
Դեն մեզ հավատացյալները, եթե հարցանիք եղավ, ինչ լավ է, էլ եկեղեցի չեմ գնա։ Ֆուտբոլի օրա, վայ, էլ ինչ եկեղեցի։ Հորոխբորոս տղեն կնեղանա, եթե ես չգնամ իրանց, չգիտեմ ինչին։ Սպասում եմ, որ դու Աստծուց ընկնես, քեզ էլ ծաղրի քո Աստծուն էլ։ Բայց Աստված է քեզ ողորմելու։ Աստծուց պին բռնվի, ու առաջինի թող Աստված լինի քո կյանքում, վաղը քո հորոխբոր տղուն էլ կբերես, քերուտ տղուն էլ կբերես Աստծուն, ու բոլորին կփրկես։ Մի հատ ընտանիք գիտեմ, հավ ընտանիք է։ Մի օր կին ասեց հերիք է իմ ամուսինը ծառայի եկեղեցում, էլ թող չգնա, ոչ է ծառայի։ Գետից ուզում է հանի։ Գիտեք, իրանք ապրում էին երկրորդ հարկում այդ տան, առաջի հարկում կեսուր կեսրարն էին ապրում այդ աղջիկ կենոջը։ Ու ինքը կեսուր կեսրար ժամանակ առնակ վիճում էր, խռովում էր, կռվում էին, կեսուր կեսրար անհավատ են։ Ասի քո տղեն ծնվել է, քո ամուսինը ծնվել է կեսուր կեսրարից։ Դու գիտես, ասեց հա։ Ասի քո ամուսնու մեջ 50% կեսրարն է, 50% կեսուրը։ Խտացված տեսքով։ Եթե դու Աստծո ջրից անում ես, ամեն գիշեր կեսուր կեսրարը գալու են ծոցդ։ 50-50։ Ասես չեմ ուզում։ Ասի դե ուրեմն թող Աստծո ջրերի մեջ մնա, որ հղկվի կեսուր կեսրարից բան չմնա։ Հիսուսը դա ձևավորի իր մեջ։ Դուք համաձայն եք ճշմարտություն եմ ասում։ Փոխեցավ ասում չէ, թող ծառայի Աստծուն։ Ամեն ինչ անում ասում են եկեղեցի չգնա չծառայի։ Ես բացատրեցի ճշմարտությունը ու հետաքրքիր կեսուր կեսրարի հետ համատեցի։ Վախից ես թող իմ ամուսին միշտ ծառայի Աստծուն։ Լսեք, մնա Աստծո ջրերի մեջ ու հղկվի, որպեսզի Աստված տապալի քո միջոցով գողիաթը։ Հալելույա։ Կենթանի ջրերը կյանք է տալիս։ Գիտեք, երբ որ տապանը, գիտեք, երբ շարժվեց Նոյի տապանը, երբ որ ջրերը բխում էին։ Հալելույա։ Այսօր եկեղեցին շարժում է, որ ջրերն ուժեղանում է։ Երբ որ այսօր եկեղեցին, գիտեք, ինչքան հարցեր կլուծի, երբ որ թողես Աստված միջև վերջ հղկի։ Հալելույա։ Լավ, մի բան ասեմ, Աստված քո կարողությունը գիտի, քո ամեն ինչը գիտի։ Ու քո համար հատուկ աղջիկ ունի պահած, որ դու չես էլ տեսել, կարող եկեղեցում էլ չի։ Կգա ժամանակ կբերի Աստված քո կողքը, որ քեզ կհավանի։ Քեզ պետք է ասես մեռնես քո համար մի պահ։ Ասես ես Աստծուն եմ, ոնց ուզում ա թողնի։ Հալելույա։ Գիտեք, կան մարդիկ, որոնք չեմ հանձնվելու։ Գլուխս հեսա քարի մի հատ է կտա։ Այդուր, այնքան դու միջև եկեղեցում ստանաս։ Բայց Աստված ամենակարող է, որ ուզում է ինքը շարժվի քո համար։ Գիտեք, Աստված քո տեղը գիտի ինչ աղջիկ, գիտեք, մի անգամ մի հատ եկեղեցում մի հատ գեր աղջիկ ալնում, իրական պատմություն է, հյուրասիրության ծառայության մեջ շատ գեր։ Չգիտեմ, իր մոտ ֆունկցիոնալ խանգարում ալում, այնքան գեր ալնում։ Դե այդ աղջիկ ինչ մեղք ունի, խնդիր է հիվանդության։ Դա ուտելու հետ կապված չի։ Բայց այս աղջիկը նվիրված Աստծուն է ծառայում։ Մի օր մի միսիոնարական խումբ գնում այդ եկեղեցի, մի հատ տղա է ալնում, որ իր մոտ խնդիր կա, ոսկորը չի կարող կապել։ Եթե ոսկոր կպավ, դողացնում է վատ ազգում, հիվանդություն է։ Իրան նեսկին է պետք, որ լրիվ միսը վրեն, կպտի փափուկա։ Որոս մեծ աղջիկի իսկական իմ ուզածն է։ Որ ես երբեք ոնց կպնեմ իր վրա ոսկոր չկա, փափուկա։ Որն են կպտիս փափուկոտ է, սա։ Հիմա հումոր ենք անում, բայց գիտեք Աստված տեղերը գիտի, ոնց հանդիպասնի։ Ու հետո լավ ընտանիք են կազմում։ Այսինքն եկեք Աստծուն վստահենք, ժողովուրդ։ Չգիտես մենք մոտ ոնց է, մենք աչես նայում ադախ, հույս չկա ախպեր ստուց։ Լսի Աստված է մեր հույսը ու մեր ապավենը։ Մարտունիում գիտեք ինչ ամուսնություն ունեցանք։ Մի հատ տղա մայր չուներ։ Հորեցել ուշուշ էր տենում, Ռուսաստաններ էր եղել, տարբեր տեղեր չէր ստացվում։ Եկավ Երևան, ասեց՝ «Հովիվ խաչիկ, ինչ կուզես անեմ, ասի կուզեմ, որ դու նվիրվես Մարտունու եկեղեցուն»։ Ասեց՝ «Всё, նվիրվելու եմ»։ Ու մի հատ աղջիկ է հայտնվում, որը էլի կարելի ասել հայր չուներ, մոր հետ հեռու էր, դժվարությունով։ Ասում է՝ «Կլինի ես մեկ-մեկ Մարտունու եկեղեցի գամ, էլի, ծառայեմ»։ Ասում եմ՝ «Արի», բայց ինքն էլ է Մարտունից, եղավ ոք Երևանա։ Գալիս են հիմա ընտանիք կազմեցին։ Մտքովը չի ասում, չէ Երևանից այդքան Մարտունի, որ ընտանիք կազմեն։ Սա մտածում են Երևան այդքան որ լրիվ տենանք, որը ոնց է, ինչ է։ Լսի, էդի տրամաբանությունն է խոսում, Աստված գիտի որը ոնց է։ Մեր տունը մի հատ աղջիկ էր մնում, կնոջս մորաքրոջ աղջիկներ, եկավ Աստվածաշնչյան դպրոց սովորեց ու ամեն ինչ անում էր մնար Երևանում։ Գյումրու գյուղերից էր։ Ու գիտեք ինչ էր դրամը, ուզում էր ամուսնանալ, լավ մեքափը տեղներ պահում, փողեր էին դրսից ուղարկում, հագուկապը տեղներ, բայց չէր ստացվում։ Մի օր ասացի, «Всё, Նարինե ջան, դու գնում ես ձեր գյուղ, մեր տունը բրծավ քո համար»։ Ինքն եղացավ,
Մտածեց, ասեցի ոչ թե հանում եմ, քեզ հեռացնում եմ, ես գնում Աստծո կամքն աստեղից գնաց դու, գնա ձեր տուն։ Ավարտել էր Աստվածաշնչյան դպրոցը, բայց հոգևոր գնաց գյուղ մի քիչ դժվար է, մի քիչ մեզանից նեղացած։ Գիտեք ինչա կատարվում, Աստծո գործեր անքննելի է։ Ինքը խոնարհված գնաց գյուղ։ Առաջ մտածում էր մաման ու տատին գործերը կանեն, բայց որ խոնարհված էր գնացել, ինքն էր անում։ Կողքի հարևանի տատին ա մեռնում։ Այս նարինը որոշում է բակը մետ ավելի։ Կեղտոտ է, հայատները, հարևանը 40-տարից մարդիկ են եկել, տատիի թաղման ինչ-որ։ Ասում են, ինչ լավ աղջիկ է, ինչ ավել է անում։ Այսի մեզ լավ հարց կլինի։ Տղուն խաբար անում 40-տարից գալիս են ամուսնանում են, ապաշխարում են, հիմա հրաշալին տունանին գնեն 44 հատ էլ երեխա ունի։ Փառք Տիրոջը։ Իսկ մենք մտածում ենք Երևանում մնար, նայում էր աջ ցախ, որ չի ստացվում։ Սերիս Աստծո ճանապարհները անքննելի է։ Աստված ասում է իմ ճանապարհները, ձեր ճանապարհները չի։ Այսօր բոլորիդ ուզում եմ ասեմ, Աստծո ճանապարհները քո ճանապարհը չի։ Գիտեք ինչ ասում, ինչպես երկինքը երկրից է հեռու, այնտենց ինքը ձերի հետ կապ չունի։ Դու ինչքան էլ մտածես են կողմ ես մտածում, իսկ Աստված են կողմ է մտածում։ Գիտեք ասես այդ ո՞նց հասկանամ։ Ես դեպքի եմ հանդիպել, որ գնում ես ընտանիք վիճել են ուզում են բաժանվեն։ Մի գիտեք Աստված ինչ ասում, ասա կինը թող սովորի Աստվածաշնչյան դպրոց։ Ասում թե Աստվածաշնչյան դպրոցի վաղ տասանք բաժնվում են։ Այսինքն այսօր եկուս դադի են տալի, բայց Աստված հիմա կնոջ նստել թող սովորի Աստվածաշնչյան 9 ամսի Աստվածաշնչյան դպրոց։ Այ հիմա դա հետո կարելի ասել, բայց որ Աստված ասում քուրս Աստված ուզում Աստվածաշնչյան դպրոց սովորել։ Գիտեք ինչ եղավ։ Սովորեց Աստվածը, էլ չբաժանվեցին։ Գուցե ինչ կապ ունի, գիտեք Աստծո մոտ սենց է։ Գնա այս ինչ ռայոն, ասես բայց այս հարցերը դու գնա։ Գնում գալիս ես հարցեր տեղավ։ Ուրեմն լսեք մի հատ գաղտնիք տեղ եմ կարդում ձեզ։ Եկեք բացենք Առակաց 3։ Այստեղը չէի գրել, բայց հիմա հիշեցի։ 3 Չէ, 3 չէ։ Այդտեղը եմ որ ասում Աստծո ձեռքի աջ ձեռքին օրերի երկարություն կա, ձախային հարստություն փառք։ Կարող է տեղը գտնես։ Առակացի սկիզբներն է, չեմ հիշում։ Կարող ես Առակացը չէի բացել։ Հա 3:16 Նայեք ինչ է, նրա աջ ձեռքին օրերի երկարություն կա, նրա ձախ ձեռքին հարստությունը փառք։ Հովիվ կարելի է քեզ մի րոպե։ Գիտեք Աստված միշտ աջ ձեռից շատ է խոսում, ձախից շատ չի խոսում։ Նկատել եք։ Բայց օրինակ աշխարհում կան աչլիկներ, կան ձախլիկներ։ Շատ քիչ տոկոս կա աշխարհում, որ աչով է, ձախով է նույն զորություն ունեն։ Շատ քիչ։ Կամ աչլիկ են, կամ ձախլիկ։ Գիտեք Աստված համ աչլիկ, համ ձախլիկ։ Աստծուն չի ասում ձախս թույլ է։ Լսեք ինչ ասում, Աստված ասում է բռնի իմ աչից, դասի իմ աչը ես ենթադրենք Հիսուսն եմ։ Ու գիտեք ինչ ասում, իմ աչ ձեռքում օրերի գնա ավիտենականության կյանքը պատմի։ Մտել ես փողերը տան հարցը, այն Աբովյանի թեմաները, էսի տղեկի ամուսնանալը, գիտեք ինչ այդ վաղտանում իր ձախ ձեռքը քո այդ նյութական հարցերով է մտածում։ Դու այստեղ ես։ Դու աչը գնում ես երկար ավիտենականությունն եկել ես պատմելու, բայց ձախը զբաղվում է քո մնացած հարցերով։ Դու կենթանի ջրերը բռնած գնում ես, առաջի հասկից բանյութական հարցերը, լսի դրա մեջ գաղտնիք կա, ինքը ամեն ինչ անում է քո համար։ Շարունակիր աչքը բռնած գնաս։ Տեր օրհնի ով ջան, շնորհակալություն։ Դու էլ տենց էլ անում ես։ Շարունակ ինչ որ անում ես։ Աչը բռնած գնում ես կյանքի աղբյուրից, հավիտենականությունն ես պատմում։ Մեկի հիշում ես տունը թեմաներ կա։ Բայց պարտքը, բայն փողը, լսի իր ձախը։ Բարապ չի, ձախը անձնական հարցեր է բժշկում։ Որ սերունդների տա բանակում պահում, այցելություն անում։ Գիտեք ինչքան մարդիկ կան երազում են, որ Աստված իրանց երեխեքին այցելություն անի։ Միլիոններ կտան։ Բայց այսօր Աստված այցելում է քո զավակներին։ Դա ուժեղ զորավոր բան է, ժողովուրդ։ Աստված ավելի խորն է օրհնում, քան թե մենք ասում ենք, «Տեր, այսքան փող դու, այսքան փող»։ Աստված ավելի արմատական է, սերունդը դա օրհնում։ Կենթանի ջուրը ավելի հեռանկարային է, հավիտենական արմատներ է դնում։ Պամիդորի թուփ չի, այսօր ուտենք, պիտի ինչ ուզում ալնի։ Իսկ նես իր սերմը ծառա դառնում, որպեսզի ազգերը գան հանգստանալու։ Դու պատկերացնում ես ինչ ծառա։ Նայ, ծառ կա, չէ՞ մենք 10 հոգով տակ ասում ենք ինչ լավ ծառա։ Երկնքի թռչունները կգան քաղաքին հանգստան ու ազգերը կգան դրա հովանի տակ։ Աստծո հավատքի սերմը տենց է։
Սերից այսօր դու մի հատ հանդիպել ես մի Աստծո, որը մանր մուներ բաներ չի սիրում անել, մեծ բան է ուզում անել, արմատական։ Դե ինքան որ այս ու գիտեք Հովսեփը բանտում, լսեք։ Հովսեփի տրամաբանությունն եմ ուզում ասեմ, որ մեր մարդկայինն է։ Հայտնվել է բանտում, խեղճ բան չի արել։ Շարեն արել, որ իբրև ուզում այս կնոջ հետ պարկեր, հիշում եք այդ պատմությունը։ Գնում եք գիտեք ինչ ասում են մատրվակին են հացագործին, գինեգործին ու հացագործ, ասում են, որ գնաք պատմեք, որ մյուս խոսքերով անմեղ եմ ստե։ Ու գիտեք իր տրամաբանությունը ոնց կարարելներ։ Այդ գնամ ընտանիք կազմեմ, ես եմ մարդ դառնամ, այդ աշխատանքին թողեմ։ Կարամ լավ վերակացուլ ունեմ, տնտեսել մի բան անեմ էլի։ Բայց տեղյակ չէր, որ ամբողջ պետության երկրորդ դեմքը պետք է լինի ու ազգերին կերակրի։ Իր մտքով անցած կլներ բանտում։ Այսօր գիտեք Աստված ինչ է մտածում։ Դե Աստված, այս հորցնելուց էլ բան չի բոզում։ Մի օր անգամ աղոթք եմ արել սենց, ասում Տեր Աստված, այս պարտքերից, վարկերից հանի, ձմեռվա անվադողեր տուր ու մի երկու բան, ու էլ բան չեմ ուզի։ Ու հետո գնում եմ միտեղ քարոզելու, ու մի քիչ զգում որ հիմար աղոթք եմ արել։ Ասում մի օր սենց հիմար աղոթք եմ լսե, չգիտեն ժողովուրդ որ ես իմաստ եմ խոսում։ Ասես լա վարկերը տու, մեկ է ձմվա ամերադողեր, ասես էլ բան չեմ ուզում, մեկ է դալիճից մեկ ասում, այդ հիմարն ով ա եղել։ Գիտեք որ ուզես, հետո էլի ես չէ ուզելու։ Նես չի որ մի անգամ ուզեցիր էլ բան պետք չի։ Գիտեք Հովսեփը մարդկային կմտածել, մի հատ ընտանիք կազմեմ, երեխաներ ունենամ, մի հատ աշխատանք գտնեմ ապրեմ։ Բայց Աստծո չափեր ուրիշ ձև է։ Մենք սահմանը փակ ենք, իսկ Աստված մեծ է։ Կարդացել եք այս Սաղմոս ասում լացելով ցանողը։ Ինչ է, խոսում ես ծորի հատի, չէ՞։ Դու գիտես մի բան ասեմ, մարդու չասես դու էլ ես ծեր։ Երբ որ լացելով ցանվում ես, մի օր խուրձերով մարդիկ ես հավաքվելու, ասել վա։ Ինչքան մարդաշրջապատում ինձ, որտեղ ցանվել ես լացելով, թանկարժեք սեր մտանելով, ցանվել ես, ոչ մեկ բան այդտեղ չի դնում, փող չկա, բայց ցանվում ես։ Պետք է ես գյուղ են գյուղ, գնաս աղոթես հիվանդ, բայց դու ես հիվանդ, մեկը ես աղոթես, մեկը պարտքերի տակ, բայց դու փողի կարիք ունես, ցանվի։ Շարունակի ցանվել, որտեղ ժամանակին կգա խուրձերով կհնձես ուրախությունով, Աստծո փառքով, ասեն վաու, Աստված ինչ հավատար հիմա։ Դա կենթանի ջրերի խորհուրդ է։ Դրամաբանական չի։ Դե չի չցանենք հնձենք, չէ, չի լինում։ Գիտեք ես ինչ կոսմետիկա եմ օգտագործում։ Գիտեք ինչ շորեր եմ հագնում, բրենդա, լավ փող ունեմ։ Ես լավ, բայց ես տրամաբանական կռանտն է։ Աղջիկներին մի լավ կոսմետիկա եմ առաջարկում։ Աստծո կամքով ապրեք, դրա նման լավ կոսմետիկա չկա։ Աստծո փառքը գալիս է։ Ես դες շատ քույրիկներ եմ տեսել։ Աստծո փառքի մեջ փայլում, ասում են, «Ինչ փայլել ես փայլում։ Այս ինչ կոսմետիկա է, ֆրանսիական է»։ Չէ, էսի երկնային է։ Երկնքի եկած կոսմետիկա է։ Երկնքի կոսմետիկան փայլ է տալի, որ ոչ մի կոսմետիկա չի կարա տա։ Կյանքի ջրերը որ բխում է, աչքերիդ կյանքն է ակտիվանում, աչքերիդ փայլ է սկսվում։ Իսկ մեռած ջրերը մեկի աչքերի մեջ նայում ես, գիտեք ինչ է արտահայտվում, մեռնենք, բրձնենք, բայց չի մա չի բրձնելու, մեռավ սկսում է։ Չի բրձնում։ Երբ առանց Աստծո մեռած ոչ մի չի բրձնում։ Հավիտենականության դաժան բաներն է սկսում։ Ընդհանրապես Աստված մա ես եմ կյանքը։ Գիտեք կյանք բառը մարդ բառի հականիշն է։ Մարդ նշանակում է ծնվել է գոյատևելու մեռնի։ Իսկ կյանքը չի վերջանում, հավիտենական է։ Աստված ուզում է այդ տրամաբանական գոյատևելու process-ից դարձնի հավիտենականություն։ Մտցնի, որ էլ սկսվել է մեր կյանքը, էլ չի վերջանալու։ Ինչ ես ուզում, տուն ես ուզում, հավիտյան է, կունենաս։ Ես եմ ուզում, հավիտյան ես ապրում, կունենաս։ Պետք է նույնս սես կարճի բրծավ տալիս ծիրացան ինչ են, ընդ չի բրզնում։ Հավիտյանա կայլի, դա մի 1000 տարի հետո լինի, կլնելու է, 100 տարի հետո լինի, հալելույա, հավիտենական Աստված տենց է նայում, մի շտապի, այդ ժամերն է թմա կյանք անցավ շտապի, շուտ արա այս երկորը չարիր, գիտեք որ Աբրահամի մոտ գալիս ասում հաջորդ տարի կգամ սարանք ունեն, ես մի օր ասի տեր եկել է իրել խես հաջորդ տարի փոխում, ես չոր հաջորդ տարի ջայլանալու էր սարան, ավելի էր ծերանում, գիտեք Աստված է որոշում ժամերն ու ժամանակները, Աստված ուզում է որ իր գետի մեջ մնաս ու մի օր ինք իր գգա իր կապարճով, ասի այս քարը լավ մնաց հավատարիմ, այս քամու հոսքի տակ, այս քարերի վրա դիմացավ, գիտեք դուք կարծացեք որ եկեղեցին կենթանի քարեր են,
Հեչ մտածել եք կենթանի քարը մեռած քարից ո՞նց է տարբերվում։ Գիտեք ինչ է տարբերվում։ Այս քարերը որ շարել են, ցեխել են, ցեմենտ ու վերջ, մեռավ։ Կենթանի քարը շարժ ունի։ Ես պետք է հրոյի հետ հարմարված մնամ շինության մեջ։ Հրոն ասես ուսով բրթում է։ Ես չեմ կարող դուրս գամ, այդ շարված եմ։ Սուրբ հոգու շախաղով մնացել եմ։ Հետո ես եմ փռշտում։ Հրոն ասում է, ինչ փռշտալա, փռշտում ես եղբայրը։ Այն մեկը ոտի շարժումներով, բայց մենք կենթանի համահունչ մնում ենք, որովհետև կենթանի շինված ենք, մենք մեռած չենք։ Կենթանի ջրերով ենք ջրվել ու մենք կենթանի քարեր ենք։ Գիտես, հենց սկսում ես համբերել բոլորին դիմանալ, դնում ես դու ուժեղ քար տարար, արդեն քո վրա չի ազդում։ Թող մի ականջդ խուլ լինի, մի աչքդ կույր, շատ հարցերին, ուշադրություն մի դարձրա, բա այնտեղ մի դիր։ Եթե ամեն ինչին բանի տեղ դնես, լավ չի լինի։ Թող երկու աչքդ Աստծուն ուշադիր լինի, ու երկու ականջդ Աստծուն լսելուն։ Աստված մի անգամ ասի, դու երկու անգամ լսի։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Ես չգիտեմ, ես հավատում եմ, այսօր քեզ ինչ որ բան եմ ասում։ Եզեկիել 47:2, ես իմ սիրած տեղերից մեկն է։ Այսօր չափում է Տերը ու անցկացնում ընթացքներ։ Եզեկիել 47:2։ Հալելույա, մեր Աստված զորավոր է։ Սիրելիներ, այս ընթացքի մասին է խոսում, որ կամաց այդ կենթանի ջրերը քեզ տանել է ուր։ Եվ ինձ դուրս տարավ հյուսիսային դռան ճանապարհով, շուրացեց դրսի ճանապարհով դեպի դուրսի դուռը, դեպի արևելյան գնայող ճանապարհով, եւ ահա ջրեր էին բխում աջ կողքից։ Մարդը դեպի արևելք դուրս գնալիս մի լար ուներ, ձեռքին 1000 կանգուն չափեց, ինձ անցկացրեց ջրերով, ջրերը մինչև գարշապարս էին։ Նա չափեց 1000 էլ, ինձ անցկացրեց ջրերով, ջրերը մինչև ծնկներս էին, չափեց 1000 էլ, ինձ անցկացրեց ջրերը մինչև մեջքս էին, չափեց 1000 էլ մի գետ, որով չկարողացա անցնել, որտեղ ջրերը լողալու ջրեր էին, մի այնպիսի գետ, որ չէր կարելի անցնել։ Գիտեք, սկզբից չափում է մի հատ չափ, որ ոտի թաթի կրունգի մեջ սա չփչփացնում ես հավեսա, բայց հետո գալիս են ծնկների չափ։ Գիտեք, ամեն ընթացքը որ փոխում է Աստված, անսովոր բաներ է կատարվում։ Անդրամաբանական։ Կար ժամանակ, որ ձեր հովիվը Երևանում բիզնես ուներ, ես գնում իրանից առևտուր էի անում, հիշում եմ, բոթաս էր վաճառում, ինձ միշտ զեղչով էր տալի, դաժե նվեր ա տվել մի անգամ չի հիշում։ Ու գիտեք, բայց եկավ ժամանակ, լավ գալիս էր ուրախ, զոհաբերում էր եկեղեցում, գործերը լավ։ Եկավ ժամանակ ջրերը փոխում Աստված։ Ստեղից, հետո գոյություն տեղ անդրամաբանական լողնալու է, այլ ոտետ կդրում է գետնից, թե ուր ես հետում չգիտես։ Բայց տեղ հեղինակ ասում է, ես վախեցա։ Բայց գիտեք, եթե որ մասնակ իրան որ չափում էր տանում, ասում արի տանեմ ցույց տամ, ինչ էր։ Այդ գետը, երբ որ գնում ես հավատարի, մի օր կրկնակի է դառնում։ Գիտեք ինչ է նշանակում կրկնակի։ Դու գետ ես, ու Աստծո գետն է միանում, կրկնակում է։ Որ ասում Աստծո գետ, դրանք ես ու դու ենք։ Դե ֆիզիկական ջուր չի։ Մենք դառնում ենք կենթանի ջրի տանողները, գետերը բխում է ու մենք գետ ենք դառնում իր հետ։ Լսում եք ինչ եմ ասում։ Որ ասում Աստծո գետը կգա, ո՞նց ես մտածում, դա ի՞նչ գետ է։ Դե երևի երկնքից թազա գետ է գալու։ Հատենց ասում ենք, բայց կոնկրետ ես ու դու ենք գետը։ Որ Աստված մեզ հոսեցնում է աշխարհի վրա։ Ու գիտեք ինչ ա գրած գետը անցնելուց կողքը լավ ծառեր կլինեն, այնքան զուգ առատ կլինի, ձկնորսներ կհավաքվեն։ Հետո այդ գետը կրկնակի որ դառավ, անապատը ճեղքում է, գիտեք անապատը ոնց են ճեղքում, երբ որ գետը կրկնակի է դառնում։ Ու դեպի գիտես ուրա տանում մեծ ծով։ Դեպի ազգերը։ Այդ գետը զորությունն չի չորանում։ Բայց անդրամաբանական է։ Այս անապատը ոնց ենք անցնելու։ Ես չգիտեմ, գնում ենք, ուր են գնում, չգիտեմ։ Լսի մի բան գիտեմ, որ Տերը իմ հետ է։ Մի բան գիտեմ, որ Տերն առաջնորդում։ Ես իմ կամքով ստեղ չեմ հայտնվել։ Ես իմ կամքով չեմ ուզեցել ծառայող դառնամ։ Ես իմ կամքով մտածում եմ sense կլնեմ, բայց Աստված է դրել։ Չի ասում եմ գնամ իմ կամքով մի հատ ուրիշ բան անեմ, գնում եմ չի աջողվում։ Նորից գնում եմ ծեծ եմ ուտում, նորից չի աջողվում։ Մի օր Աստծո հետ վիճեցի։ Կոսոս Աստծո հետ վիճում ես։ Դες մի ամի ձևով։ Ըստ Տեր Աստված ես բիզնես եմ զոհել։ Եթե ինձ բիզնես չտվիր, ես ուզում եմ համոզվում եմ, որ դու կարասի բիզնես տաս։ Ու գիտեք ինձ հրաշքով մեծ գումար նվեր տվեց։ Մի հատ բանկեր եկավ Ռուսաստանից։ Աղոթեց իր հետ հրաշք եղավ, մի հատ նոր տարու ծանոթացանք։ Ասեց ինչով օգնեմ, ասի ուզում եմ բիզնես սկսեմ։ Ասեց ինչքան փող ա պետք, ասեց ճիշտ ասած չեմ ուզում դες պարտքով, ասեց պարտքով չէ, նվեր եմ տալու։ Ու ինձ մեծ գումար նվեր արեց։ Գնաց դրսից փող ըրգեց։ Ասեց նվեր ա։ Ասի մի քիչ շատ ուզեի իրեն, ես մտածեցի։ Հետո սկսեցի բիզնես անել։ Ու մեկ էլ այդ բիզնես պատկերացրեք, եկել եմ ծառայեմ նամակ ա գալի։
կոշիկի գործ էի սկսել։ Կլեն վերջացավ եղբայր։ Թելը բրզնում եմ։ Կլեի վախտա համբերի ծառայում եմ։ Ու մեկի Աստված տեսար որ կարամ տամ։ Բայց ուզում եմ ամբողջապես ծառայես ինձ։ Ու մի վախի, հոգս մի արա։ Գիտեք ժամանակներ կան դրամաբանական անապատ ես անցնում, բայց անապատը նպատակ ունի ճեղքելու, գնալու ու բժշկելու։ Կենթանի ջրերը, երբ որ ակտիվանում ու դու մենակ կենթանի ջրերով ես սնվում, հիմացի, ինչ գործ անես հաջողվելու է։ Բայց երբ որ կենթանայք, ես պղտոր ջուր եմ ընդունել, դու բիզնես եմ ուզում։ Ասում կարամ տամ, բայց իմացի ես կարամ անեմ, բայց չեմ ուզում դու անդեդ անես։ Ասես իսկ ինչի չես ուզում, որտեվ ես տենց եմ որոշել։ Ավելավ համաձայնվես Աստծո որոշմանը։ Հալելույա։ Լավ կլներ մտածում ես Եվրոպայում ալներ դու ախպեր, գիտես ինչ լավ անդեկ եմ։ Բայց Աստված թե ուզում ալնես։ Բայց թե ամուսնանալու հարցը ոնց անել, լսի արի վստահենք Աստծուն էլի։ Դու գիտես Եվրոպայում հեշտ է, թե դժվար։ Եվրոպայում շատ դժվար է այդ հարցը, ստե ավելի հեշտ է։ Ուզում եմ ֆրանսերեն խոսային գնային դեպ Եվրոստանայի, լսի, արեք Աստծո կամքը թողալ մեր կյանքում։ Գիտեք ինչքան անհաջող եվրոպացիներ գիտեմ։ Աստծո կամքը դրել են մի կողմ, հայտնվել են ինչ-որտեղ, որոնց պետք է չլինեին։ Ես ում հաջողության գաղտնիք կարդամ, Սաղմոս առաջին։ Երանելի այն մարդը, որը ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում, մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում, ծաղրանողների աթոռի վրա չի նստում, այլ նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է, ցերեկ ու գիշեր նրա օրենքի վրա է մտածում, եւ նա ջրերի գնացքում տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, նրա տերևը չի թափվում, ամեն ինչ որ անում է հաջողվում է նրան։ Ես ես ամեն ինչ որ անում եմ հաջողվում է նրան, այս խոսքը ինձ զարմացնում էր, ասում եմ մի հատ հարց տեր, փաստորեն ինչ ուզի անի հաջողվելու է։ Ինչ մտքով անցնի, որտեվ ասած երբ որ կենթանի ջրերն են քեզ մտքեր տալի, դու հանես հաջողվելու ես։ Բայց եթե արանքում դառը ջրեր են գալի քեզ ջրելու ու խառնում ես իրար։ Գիտեք դառը ջրերը երբ կարա սկսի, երբ որ մեղավորների ճանապարհով ես մտածում։ Երբ որ ամբարիշտները բլբլում, ամբարիշտը գիտեք ով է, որ մի ժամանակ բարեպաշտ է եղել, Աստծուն պաշտել է, հիմա էլ ամբարիշտ է։ Արդեն եկեղեցի գալի հարցում, ես գիտեմ, նրան է գիտեմ, նրան լսի Հիսուսին գիտես։ Ամբարիշտը խոսում է մարդկանց թերություններից, մոռանալով որ ինքն էլ թերություն ունի։ Ծաղրանողների աթոռին չի նստում։ Ծաղրը գիտեք հումորից ինչով է տարբերվում։ Ծաղրը մարդու թերության վրա, օրինակ մարդը լեզվի հարատ ունի, ծաղրում է լեզվի հարատը։ Մարդը ոտի խնդիր ունի, ծաղրում է ոտը։ Իսկ հումորը ոչ մեկին չի ծաղրում։ Հումորը մարդու թուլություններին չի ծաղրում։ Լսում եք, սերներ։ Երբ որ դու երանելի այն մարդը, գիտեք այսօր աշխարհի հումորը ինչի վրա է շեշտված, սրան նրան պարոդիայով ծաղրեն։ Ու սա ժողովուրդը միլիոններ են ծախսում, որ այդքան ծաղրանքի հավաքույթի, մոռանել որ այդ ծաղրանքի դևը իրանց էլ է բռնելու։ Ծաղրանքը դիվային բան է ժողովուրդ, ու հետևում դև է կանգնած։ Մեղավորների խորհուրդը, որ աշխարհում խավարն է տիրում։ Բա ոնց ենք ապրելու առանց նպաստը քիչ է, թոշակը, դա մեղավորների խորհուրդն է։ Լսի, արդարը թոշակով չի ապրում, արդարը նպաստով չի ապրում, արդարը աշխատավարձով էլ չի ապրում, արդարը հավատքով ապրում։ Ասես այդ հավատքը ո՞րն է։ Աստծուց բերանից դուրս եկածը, ի՞նչ է քեզ ասել։ Գիշերու ցերեկ դրա վրա մտածի։ Ասես բա գիշերը ո՞ս մտածեմ։ Երբ որ ցերեկը շատ ես մտածում, գիշերը երազիդ մեջ կհասկանաս։ Հալելույա։ Երբ որ ցերեկը շատ ես մտածում, գիշերը դրա մեջ կլինես։ Ես այնքան աղա գիշերը հարցի պատասխան եմ ստացել։ Որոշել եմ մի հատ տարածքում դահլիճ վարձեմ, ամբարանում ու հավաքույթ կազմակերպեմ։ Մի 20 հոգու ճանաչում էի, ասում եմ Երևանից խնդրենք փառաբանության խմբով գնանք։ Մի քիչ երազից տեսնում եմ ամբարանում վարձել են դահլիճը, հոյ Վարդուրը եկել է։ Ու մարդ չկա։ Եթե ասեմ ուր եք բաց, մեկը ասում է կովի գործով եմ, մեկը կեսուրը չի թողում, մեկը երեխեքի հետ հանդեսն է դպրոցի, ոչ մեկ չի եկել։ Մեկը ասում է զորով մի վարձի դահլիճը, սպասի իր ժամանակին։ Ես էլ հով Վարդուրին տալու եմ, ամաչում եմ, մենակ ես եմ այդտեղից։ Երևանից եմ գնացել, ասում եմ, հեսա կգան հովի Վարդուր։ Չկա։ Ժողովուրդ, գիտեք, երազով էլ Աստված հաստատում ու խոսում։ Նայեք, ասում եմ, այլ նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է կամ Տիրոջ ասացի։ Ես ոնց անեմ Տիրոջը հաճացնեմ, ինքն ինձ ասել է, հոգս մի երեխեքիդ համար աղոթի, որ ես խոսամ քո երեխեքի հետ։ Ես հիմա ամեն օր աղոթում եմ, Տեր, դու խոսա իմ երեխեքի հետ։
Ես մտածում եմ ամեն օր աղոթեմ, թե Տերը ոնց կխոսա, ինչ կանի, ինքը գիտի։ Գիշեր ասում Տերը տենաս երազով խոսած, տենաս Տերը ոնց խոսած։ Տերն ասե, Տեր ասում հոգս մի արա հանդարտ մնա, ես կանեմ։ Մտածում ենք մենք պետք է անենք, մենք չենք կարող անենք սովորտ։ Ամեն գործ Աստծո տան մեջ, Աստծո կյանքում իմացեք, Սուրբ Հոգին պիտի թագավորի, ու Սուրբ Հոգին ասի ոնց անես։ Կրկնօրինակներ չի կարելի անել։ Այլ Սուրբ Հոգով։ Գիտեք տեսիլքները ոնց է իրականանում Սուրբ Հոգով։ Ամեն սարու որ պետք է դաշտ դառնա, Աստծո Հոգով է դառնալու։ Գիտեք ոնց է կյանքդ մաքրվելու Աստծո Հոգու ջրերով։ Աստծո Սուրբ Հոգու ջրերն է մաքրում։ Իսկ ինչ մտածել եք Աստծո ճանապարհը որն է, որ ասում մտի Աստծո ճանապարհների մեջ։ Գիտեք որն է, պատկերացրեք մի ֆանտազիա անեմ, արահետա երկու կողմից ծառեր են։ Ու ծառերը հոզովություն ունեն։ Մտնում ես այդ ճանապարհը, մեկի անունը Հրայր է ծառի, մեկի անունը Լյովայա, մեկին է հեսա։ Մտնում ես մեկի կապն ես ծառից, մյուս լավ զովություն կար այս ծառի մեջ։ Ասում ես ինձ եմ ուզում ես այս ծառի պես տնկվեմ։ Ու ճանապարհը տենց է։ Մեկի տեսնում ես եկեղեցում քեզ էլ մի տեղ կա տնկվելու, ու տնկվում ես սկզբից արևը լավ չի գնում, որտեղ ծառերը մեծ ծառեր կան կողքդ, բայց դա ժամանակի խնդիր է, հետո մեծ ծառերին տեղափոխում են։ Բարակ ծառը սկսում է ակտիվանալ արևից։ Սկզբից պաշտպանված է հաստ ծառերով։ Գիտեք անտառներում ոնց է, հաստ ծառերը որ պետք է կտրեն տանեն ինչ-որ կահույքի գործարան կամ ինչ-որ վաճառեն, բերում են մի 3 տարի առաջ բարակ ծառեր են տանգում կողքը։ Բարակ ծառը քամուց պաշտպանվում է հաստ ծառի պատճառով, բայց արևը այդքան լավ չի գնում իր վրա, որովհետև մեծ ծառի տերևները շատ ուժեղ է, սնվում է այդ հաստ ծառից։ Բայց գալիս է ժամանակ, Աստված տեղափոխություններ անում, այդ վաղ բարակ ծառերը սկսում են արագ զորանալ։ Հալելույա։ Գիտեք ամեն ինչ Աստված նախասահմանել է մեր համար։ Ժամանակն է, որպեսզի վստահենք Աստծուն ավելի շատ։ Հալելույա։ Հալելույա։ Եղբայր ջան, ամենավերջում որ նստած ես, տարիքով մարդ ես, ուզում քեզ Աստծուն բան ասեմ, շատ վստահի Աստծուն։ Ամեն։ Գոսես իմ կյանքում ինչ կա որ վստահեմ։ Հենց քո հարցերը վստահի Աստծուն։ Ամեն։ Գիտեք վստահությունը, եղել է կա է որ բնագավառ ասում ես, եկեղեցում ասում ես Հիսուսն է Տերը, ինչ ուզում ալի։ Փողի հարցերը վատա Հիսուսն է Տերը։ Գնում ես տուն, եկե քո հարցերն է գալի։ Հա, էլի Հիսուսն է Տերը, բայց ոնց որ մի քիչ ես եմ Տերը։ Ու սկսում եմ տիրել, ու ավիրում եմ։ Որ բնագավառում անհանգիստ ես, ասում ես Աստված է Տերը, այնքան հեշտ է հարցը լուծվում։ Որ բնագավառում դու ես, մի քիչ հոգս առած, փախ է կտուց, խառնում ես իրար սախ։ Հալելույա։ Գիտեք շատ անգամ, երբ ենք հանձնում ու ասում, որ ասում են, էլ բուժում չկա, էլ հույս չկա, ես էլ լսեք, իսկ անպայման չի դրան հասնենք, իմ Տերը Հիսուսն է, ես ում ամբողջությամբ վստահեմ Աստծուն, մտքիս մեջ ծրագրեր չմշակեմ, Վարդանից կուզեմ, կխնդրեմ ենիք օգնի, ես վարկը ոնց դասավորենք, ես շուտ վարկ վեկալեմ, գիտեք վարկ վեկալելու սկզբի 5 օրն է հաճելի, հետո 5 տարի լացացնում է, 5 օր ժպտում ես, 5 տարի երգում ես, վատ իմաստով ես երգում, բայց Աստված գիտեք ոնց է, գնա իմ ճանապարհով, թող զոհաբերություն լիքույթ ճանապարհը, բայց ես հարություն կտամ ու փառքով կապրես։ Սատանան սենց անում, այ ախպեր կյանքը վայել, ինչ զոհաբերություն, ինչ զոհասեղան։ Հետո տանում անդունդը, իսկ Աստված ասում է, հա զոհասեղանը, պարկի դրա վրա, ու ես կանեմ։ Մի անգամ մի հատ հովի հարցնում են, ո՞նց ձեր քաղաք ամբողջությամբ ապաշխարեց ու եկավ ձեր եկեղեցի։ Ասում է, լավ գաղտնիքս կասեմ, Տերը մի հատ զոհասեղան ցույց տվեց, պարկեցի վրան ու երկնքից կրակ եկավ, ու ինձ սկսեց վառել, որ վառեց, ծուխ դուրս եկավ, ժողովուրդը պաժարնային շատ են սիրում։ Ասում եկան պաժարը նայելու մնացին մեր մոտ։ Երանին ցույց է, որ զոհասեղանի պարկենք ու կրակը գա վառի, ու պաժար դուրս գա, ու ժողովուրդը կգան նայելու։ Հալելույա։ Սերներ այսօր խոսք ունեմ, այստեղի կրանտը փակի, թուլացրա, ստեինը բաց։ Ստեինը բաց, ստեինը ճիշտ կաշխատի։ Եթե ստեինը անդադ հոսում է, իսկ ստեինը միջև չխնդրես, միջև չխնդրես, չաղաչես, միջև չերկրպագես, չակտիվացես, ինքը չի բացվում։ Ստեղինը անշնորհքի մեկն է, ժառանգական են, պապանական։ Ձենդ կտրի, հալելույա, մենք երկրպագելու ենք Աստծուն։ Բա փողերը ոնց ես անելու, հալելույա, բա այն հարցը ոնց ես անելու, հալելույա, այնտեղ անդարդ ես, հալելույա, այնքան ես, ու մեկ էլ դից խոսք է գալի, ես քո հետ եմ, չվախենաս,
Չկամ ես քայլը տանեմ կամ այն քայլը, բայց ես Աստծո մոտ մի ուրիշ տարբերակ էլ կա։ Երրորդ քայլը կա Աստծո մոտ։ Անտրամաբանական։ Ու Աստվածում իրան վստահես։ Հալելույա։ Գիտեք շատ այդ ոստեղ հարցերը խիա վատացած, որտեղ Աստծուն թողել եք երրորդ պլան ու ձեր ցանկությունն եք դեր առաջի ծրագրում։ Դեր համար տանջվում եք։ Այնքան եք տանջվելով, մինչև զոհաբերեք ու Աստծուն սկսեք երկրպագել ամբողջ սրտով։ Գիտեք առաջ խեիր ավելի լավ երկրպագում, որտեղ առաջնայնություն չէիր դրել ու գազ տալի։ Հիմա այդ գազ տալը տանջում է քեզ։ Աստված ուզում է ամեն բան թողես իր ոտերի տակ ու իրան երկրպագես, ու ինքը դառնա քո առաջնայնությունը։ Ինքն է քո թագավորը, քո ամենակարող Աստվածը, ամեն, քո սիրեցյալը ինքն է։ Մնացածը գցի Աստծո ոտերի տակ, թե չկտանջվես ու կտանջես։ Հալելույա։ Սիրելիներ, այսօր Աստված տանջանքի չի կանչել մեզ։ Մեզ ազատության է կանչել։ Աստված ասում է, լսի, վստահի ինձ ամեն բան։ Դու երևույթն ես առաջնորդվում, բայց ես սրտեր քննող եմ ու ես ամբողջ քո կյանքը գիտեմ։ Գալիքի ինձանից հարցրեք, գալիքի մոտ է։ Գիտեք, Աստծո լռությունը դա նույնպես պատասխան է։ Դու գիտես? Աստծո լռությունը պատասխան է։ Մենք սիրում ենք երեխեքին կամ այո կամ ոչ ասենք, բայց Աստծո լռությունն էլ է ոչի նման պատասխան։ Ինչի՞ ես լռում, որտեղ իմ ծրագրերի մեջ չկա էդի։ Իսկ դու մտել ես դե։ Ուզում ես ցույց տամ ապագան ինչ ալնելու, ավելի վատ ալնելու, քան թե դու պատկերացնում ես։ Քեզ մի հատ ճանաչի։ Գիտեք, մեր բնավորությունը դի նժարի վրա դնենք, որ հասկանանք Աստծո կամքը որն է։ Աստծունը մտքովը չի անցել, սրտումը չի եղել, չես էլ մտածել որ դες կլինի։ Բայց մեր գիտենք ոնց ալնելու։ Մեր պապերից եկած մենք շտապողական ենք, մենք կռվարար ենք, մենք էգոիստ ենք, մենք մեր բնավոր ձևերը գիտենք, համաձայն եք։ Տոշնիերը տես, տոշնիմերը տես։ Հատկապես ամուսինները որ կռվում են, իրանց հիշեցնում են ով է։ Բայց լավ կլինի ասես տոշնի Հիսուսն ես։ Մի օր կինս ինձ վրա լարված խոսում է իմ դեմ, ինչ որ մի սխալ բան եմ արել ֆինանսական։ Իմ որ ֆինանսները լումը հրաշք գալու, մի օրում պրծնում է։ Կինս ասում է ֆինանսները մի պայքո մոտ։ Ինքս ջղայնաս ես խոսում է, մեկը նայում եմ կնոջս տենում սպիտակ լույս է իջե վրան։ Ինքը ջղայնացել է, գիտի ես եմ դի պատասխանեմ, բայց այդ լույսն եմ տենում, ասում վաու, ի՞նչ չի տակ տեսարան եմ տեսնում։ Ինքը ջղայնացում ինչ ես տեսնում, լույս եմ տեսնում։ Ժողովուրդ, Երանից ու քեզ, որ ասենք դու գնալով Հիսուսին ես նմանվում։ Հալելույա։ Հալելույա։ Եղբայր, քանը ոնց է վերջում։ Հա։ Սամվել, այ ոնց որ շփտում ես, ամեն հարցերից վրա շփտաս, իմացի սա հարցերը հեշտ լուծվելու է։ Նենց էլ լավ տենում եմ, թեթև Աստված կարա քո հետ աշխատի։ Թեկուզ ջանով, բոյով ջանով ես, բայց այդպես լավ թեթևություն կա քո մեջ։ Աստծուն շփտա, ասա Տեր քո կամքը լինի։ Ամեն։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Կան պուջուր են, ոնց որ 500 կիլո քաշ ունենան այս տեսքով են ման գալու։ Ասես այ վրեդ քաշել չկա ախպեր։ Հալելույա։ Տեր օրհնի ձեզ սիրելիներ։ Եկեք Աստծուն նվիրումը շատացնենք։ Վստահությունը շատացնենք։ Իմացի Աստված որ քեզ ստեղծել Ադամին, Եվայա պետ, Եվային Ադամ։ Քեզի փող ապետ որ լավ մի հարցեր փագես, Աստված անտեղակ չի։ Լսի, ասում թերահավատներ, նայեք թրջուններին։ Ախի ես այդքան հոգսանում։ Գոհացի Աստծուց։ Շնորհակալ եղի, ինչ որ չունես, նենց շնորհակալ եղի, որ արդեն ունես։ Անեն շնորհակալ եղի, որ արդեն ունես։ Գիտեք ես ոնց եմ տուն ունեցել, կնոջս հետ ամուսնացել էինք, տուն չունեինք։ Բայց որտեղ նայում ենք պատոն, ասում իրիա պատոհանները խես բաց թողե։ Վարակույրների տեսքը լավ է, բայց տուն չունենք, ուրիշի պատոհանների նայում ենք, դες խոսում ենք։ Այնքան տնից խոսացին տան տուններով։ Ու գիտեք ինչ էին գերազում, թեկուզ 14-րդ հարգում փոքր տուն։ Սահմանապակ մտածում էինք, ու ինքան ասենք եղավ 14-րդ հարգում փոքր տուն։ Հետո եղավ տեսանք ոչ չէ, ինչ եք ուզե։ Երեխեքը ծնվան, երեխեքը կեսը տատի, պապի տուն, տեղ չկա մեր տունը։ Դա տերն երեխուսն հիմա մեծ տուն ա պետք։ Ու ոչ թե 14 ներքևում։ Ցածր տեղ։ Գիտեք մի օր որոշեցի որ այդ մեծ տան հարց լուծեմ, բայց մեծ փողեր ա պետք, որ վաճառեմ, մեծ գումարներ։ Գիտեք ասում եմ ո՞նց ենք ամեկի փոքր աղջիկ զգալիս, պապ ես 100 դրամ ունեմ, 20 դրամ ունեմ, հեսա կտամ, չվախենաս։ Ասում իսկ երեխու հավատք ես ինչ լավ բան ա։ Երկրորդ դասարանն էր բերում 20 դրամ, 100 դրամ, ասում ար, всё կառնենք։ Չվախենաս։ Ասում վաու, հավատք է գալի իմ վրա ժողովուրդ։ Աստված հանդիմանում էր 7 տարեկանով ինձ։ Հալելույա։ Գիտեք գոհանանք Աստծուց։
Եկեք, գիտեք մի հատ ես բան ասեմ, գաղտնիք լսեք։ Աստված մեզ իշխանություն է տվել ամեն ինչի վրա, բացի մարդու վրայից։ Լսեք ինչ եմ ասում։ Երեխեքի վրա իշխանություն չի կարելի գործադրել ու մարդկանց վրա։ Դա դիվային է։ Աստված իշխանություն է տվել դժոխքի վրա, եղանակային պայմանների վրա, ամեն ինչի վրա, բայց իշխանություն չի տվել մարդու վրա։ Ինքը իշխանություն ունի, բայց գիտեք ինքը չի իշխում մեզ, ինքը առաջարկում է։ Ընտրի որն ես ուզում։ Բայց մենք իշխանություն ենք, այդ կենթանի ջրերը իշխանություն չեն գործածում մարդու վրա։ Իմ ասածը պետք է լինի ու վերջ։ Իշխանություն է գործածում։ Աստված սիրով է բերում մեզ խոնարհության։ Գիտեք ինքը ցույց է տալի իր կամքը ու մեր կամքը։ Մերը տանում է մահվան, իր տանը կյանք, իր կամքը տանում է կյանքի։ Ընտրի ասում է մահ թե կյանքը։ Իշխանություն մի օգտագործի քո երեխեքի վրա։ Իշխանություն մի օգտագործի ծառայակիցի վրա։ Իշխանություն օգտագործի դևերի վրա։ Իշխանություն օգտագործի լսում ես քոհին մարդուն լղջելու համար։ Ամեն օր քանդի քո մեջի կեղտոտ ջրի աղբյուրները, քանդի հպարտության արմատները, քանդի ուրիշին մանիպուլացնելը, քանդի այդ կեղտոտ ջրերը ու ազատագրի զոլար ջրերը, ազատագրի մաքուր ջրերը, ասա, Տեր թող բխի քո կամքը, թող հղկի ինձի, թող հղկի այդ պապենական բնավորությունը, թող մաքրի ինձ, թող լվա ինձ, այս մանիպուլյացիոն, սրտի ֆոկուսները, ձեռքի հնարքները։ Գիտեք, ես շփվում եմ մարդկանց հետ, որոնք բանտեր նստած թմրամոլների, ալկոհոլների կենտրոն ունենք։ Գիտես, ու մեջ մեզ հնարքներով են։ Նենց անկեղծ խոսում են, զորում են մեզ, նենց աստվածաշունչ գիտեն, բայց բոլորը սրտի հնարքներով են, որը Աստծո առաջ տհաճ է ու զզվելի։ Այսօր ես ու դու էլ ունենք մեր հնարքները։ Գիտեք ենք նրա առաջ լացում, որ օգնություն ստանանք։ Գիտեք ինչ ձևեր ենք թափում։ Գիտեք ինչ ճոխացնել ենք, ճոխացնում, որ մեր անձը բարձրացնենք ու մեզ թվում է հեսա ծափարելու Աստված երկնքից։ Ախի գնացիր ձևեր թափեցիր։ Գնա Աստծո առաջ մաքուրը։ Գիտեք Աստծո առաջ, երբ որ քեզ կոտրում ես ու խոնարհվում ես, Աստծոց սկսում է կենթանի ջրերը բխել։ Այսօր օրվա մեջ սխալ բաներ ես նայել, կամ երեք սխալ բաներ ես խոսել, արի տուն ծնկի արաս, դեր էլի սայթակեցի, էլի աշխարհիկացա, էլի մեղավորների նման եղա, ներողություն եմ խնդրում։ Գիտեք Աստված նորից կենթանի ջրերը կբացի։ Հալելույա։ Կարելի է փառաբանության խումբը թող գա, փառավոր այր մենք քեզ շնորհակալ ենք։ Գոհանում ենք քեզ։ Եկեք կանգնենք սիրելիներ։ Փարտիրոջ հիմա մենք երկրպագենք, աղոթենք, բայց ես ում աղոթենք, ապաշխարենք ամեն դառը ջրերի համար։ Գիտեք սիրելիներ, դառը ջրերը այս աշխարհի մեթոդները օգտագործելը։ Դառը ջրերը, որ դու ջղայնացած վաղ որոշումներ ես կայացնում։ Լսեք, ով է ուզում իմանալ իր որոշումների մեջ Աստվածա թե չէ։ Աստված հանդարտ ու խաղաղ։ Աստված ջղայնացած վաղ երբեք ոչ մեկի չի խոսում։ Աստված գոռալով չի խոսում։ Աստծուն լսելու համար արվեստ է, մակարդակ, որ կարողանաս հանդարտվես։ Գիտեք Աստված երբ է խոսում, երբ որ հանդարտ մտքով չի անցնում։ Իքի հանգիստ մտ չվախենաս ես քո հետ եմ։ Էսի սենց արա։ Բայց ես դրամա բանվում ես, որ Աստված ինձ հիմա խոսա, չի խոսում։ Հենց լարված ջղեն իմ ուսածը սա է, ես եմ ուզում, ու Աստված չկա։ Լսի հիմի պազինա թափվի Աստծո առաջ։ Մի տա մերկացի Աստծո առաջ, հանձնվի Աստծուն։ Տեր, ես հանձնվում եմ, թողում եմ ամեն բան։ Ես ում քո կամքը։ Ես ում քո ձայնը լսեմ։ Ես ում զուլալ ջրերը, մաքուր ջրերը հոսի։ Գիտես միգուցե փառաբանում ես, բայց փառաբանության մեջ մտքերդ ինքան խառն է։ Ուզում ես Տերը խոսա, մտքերդ դի հանդարտվի։ Հալելույա։ Թող քո մասին ինչ են մտածում։ Թող քո ամբիցիաները, թող քո հպարտությունը Աստված լսի, դաժանչի, Աստված ուզում է քեզ ուրախացնի, բայց դու թողես ինքը ուրախացնի։ Գիտեք մի օր առավոտ կանուխ Երևանի շոքին, մի քանի տարի առաջ, պատուհանը բաց, մեկին են զով քամի եկավ լուսադեմ 5-ին, ասի վախ, էս ինչ լավ էր, ներսս, մեկի մի ձայն եմ լսում, եթե թույլ տաս ես քո կյանքը ուզում եմ զովացնեմ։ Ես ուզում եմ այսինքն զովությունը լի քո կյանքը շոկի ժամանակ։ Ես չեմ ուզում քո ներշը որ սրտահարությունը լինի, ոչ այն շոկը լինի։ Գիտեք Աստվածը շունչա գրած Աստված երեկոյան հով ժամին իշտ մեր Ադամի հետ զրուցելու։ Ես թվում է Ստեփանավանում Աստված շուտ կգա, որտեղ ստե զով է։ Երանի քո ներսը միշտ զով ժամը լինի։
Ոչ թե խառը եկել ես, իմ մասին ես խոսած, ես ասեմ չեմ արավ, ես վերջավետում ճակատին ասեմ։ Լսի, հանդարտվի թող ներսը ձողո, ուզում Տերը խոսա իր հետ։ Ամեն ինչ արա ներսը ձովություն լինի, ամեն ինչ արա հանդարտություն գա։ Լսեք, Աստված ամենակարողը, ամենակարողին կապում ես, երբ որ դու քո ձևերով ես անում, քո ներսում սահմանափակում ես, խաղաղության իշխան է նրա անունը։ Երբ որ իր խաղաղությունը իշխի քո կյանքում, ամեն ինչ կհասկանաս։ Քանի մեջդ սենց խառնա, ես այս ամանում որով ինչ անեմ, չէ, մի բան անում եք, այսօր վաղը, չէ, լսի կարա սանգ մեռնես մի պահ։ Ոչ մի բան չեմ անելու։ Հալելույա։ Մի օր մի ծառայող որոշում է չքնի, ամբողջ գիշեր աղոթում է, եկեղեցին խառնա։ Գիտեք Տերը ինչ ասում, գնա քնի, դու ինձ վաղը թարմ ես պետք, ես արթուն եմ, գնա քնի։ Ես արթուն եմ։ Դու չես Տերը։ Գնա քնի, դու թարմ ես պետք առավոտը։ Հանդարտ մնա, խաղաղ մնա, Աստված ամենակարողը։ Ես տեսնում եմ այդտեղ բաներ կա, որ թելի վերջի ծայրն է, որ կտրվի ոմանց կյանքում։ Աստված ասում է, եթե հանդարտվես այդ թելը ես կգործեմ ու ամուր կլինի, չի կտրվի քո կյանքի թելը։ Շատերը խաղ են անում իրենց հոգևոր կյանքի հետ, որ կտրեն, Այսյան։ Դա ամենամեծ հիմարությունն է, Աստծո ծրագիրը դնես զոհասեղանին ինչ որ անձնական հարցերի համար։ Անձնական հարցերը վաղը քեզ կլացացնի Աստծո ծրագրից հետ կընկնես։ Աստծո պարանը մի ռիսկի տակ։ Եթե ես իմ չեղավ ես եկեղեցի կթողեմ, եթե սենց չեղավ ինձ հովը չուզեց, չհամա լսի դա մեծ հիմարությունն է, Աստված քեզ բրել է ոչ թե կախվի մարդուց, ոչ թե հովից, ամենակարող հովին հայացքը տուղի, ասա Տեր դու ես ինձ դրես տեղ, ես ոնց կարամ տեղափոխվեմ, ջրերի գնացքի ծառը չի կարա տեղափոխվի, մի օր էստեղ տնկվի, մի օր ընդեղ, որ հասնի, հասունանա ու կպտի ջրերին իր արմատները, տարիներ պետք, գիտեք ծառի արմատները փնտրում են կենդանի ջրին, ծառի արմատները վերևից է սկզբից ջրվում, սկզբից եկեղեցում ես, բայց գալիս է ժամանակ արմատները գնում է կենդանի աղբյուր գտնելու, հենց շատ է խորանում ու գտնում է, դառնում է ջրերի գնացքում տնկված ծառի պես։ Իհարկե տհաճավեճը, փոր տանջվում արմատները չի գտնում ջուր, որդերը շրջանցում օձեր, բայց որդերը շրջանցեց դու եւ թե գտավ աղբյուրին։ Դիտեք անապատի բույսերը 25-30 մետր արմատի շնորհ ջուր ման գալու։ Ես չգիտեմ այդ բույսի անունը, բայց դες լսել եմ։ Ու հետո իրան հետաքրքիր չի անձրև չկա, ինքը տակից գտավ ջրերը։ Սերից այսօր ես տեսնում եմ պարանա, որ կտրվելու եզրին է, ոմանք եկեղեցուց կհեռանան, հապստամ կդառնան։ Դա շատ բարակել է, Տերն ասում է լրջացի ու Տիրոջ երկյուղը թողակո վրա։ Հիմարությունը թող։ Տիրոջ երկյուղը խնդրի, թող հիմարությունը։ Ու ծնկյալի աստորաճ ու աղոթի։ Տեր ես ինչ հիմարացել եմ։ Խեմքո արժեքները կոչումը, սոցիալությունը դրե զոհասեղանին։ Ինչի համար։ Ամեն ինչ զոհաբերի Աստծո կոչմանը օծությունը պինդ բռնելու համար, ոչ թե դրանք դի զոհասեղանին ժամանակավոր համար։ Դրանք ամենամեծ հիմարությունն է։ Եսավ ասեց ինչ եմ անում անդրանիկությունը, մի աման ճաշ եմ ուզում։ Այս աշխարհում ամեն արժեք մի աման ճաշ է։ Չի կարելի Աստծո կոչումը օծությունը փոխարինել ինչ-որ մի աման ճաշի հետ ժամանակավոր հարց լուծելու համար։ Դա օրնիկ անվանում Աստված։ Կներեք այդ բառից համար։ Ամեն բան զոհաբերի, Աստծո սպին բռնվելու, Աստծո կոչուն ու կամքը կատարելու համար, ոչ թե հակառակը։ Ինչ առաջարկում ես ցած անեմ, ինչ առաջարկում են ցած անեմ։ Լսի ամոր ու կայունեղի, ես առանց Աստծո ոչ մի տեղ չեմ եթալու։ Առանց Աստծո կամքի ինձ ոչ մի բան պետք չի, ես չեմ ուզում ոչ մի բան։ Հակոբը գիտեք ինչով էր Աստծո Եսավից տարբերվում։ Ամեն նեղության ու դժվարության մեջ երբեք չփոխեց Աստծո կամքը։ Ժամանակավոր է։ Չասես ինչի՞ս է պետք հավատքը, ինչի՞ս Աստծուն հավատացի։ Աստված ասում է ես Հակոբի Աստվածն եմ։ Ես այդ ժամանակավոր փոխողների Աստվածը չեմ։ Ես Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածն եմ։ Հակոբի ներսում մի տանջան կար, այս Եսավն է մեր անդրանիկությունը տանելու։ Սաղորը որսն ու աղջիկներն են։ Բայց ինքը վրանից չէր հեռանում։ Նա խորհուրդ է որ լսում էր հորը, լսում էր մորը։ Աստված ասում է, ես Հակոբի Աստվածն եմ։ Նախանձավոր էր, էսի ոնց կարա մեր հոգևոր առաջնորդություն անի, ոնց կարա այս ավակը լինի, ոնց կարա ինի սենց լինի։ Առաջի հասկից Հակոբը խափում է։ Բայց մեծ ուրիշ բան կար, երբեք տանջվում է, անապատներում, սքերի մեջ, ցավերի մեջ, բայց երբեք ինն ամահանում, ասում են տղետ մեռավ, գալի խափում են, սուքի մեջ տանջվում է, բայց իր բերանից
մի օր Աստծո դեմ բան դուրս չի գալիս։ Հալելույա։ Ու իր վերջ ավելի փառավոր ալնում, քան սկիզբը։ Սիրես այսօր հոգու մեջ խոսում եմ, խաղ մի արա։ Աստված Եղիային չխնայեց, որ շատ էր տրտնջում, մերնեմ պրզնեմ, մերի, վсё, հանձնի ծառայությունը, այսօր կա երկրի վրա մեկը Եղիայից պես զորավոր, որ կար անձրևը փագի 3.5 տարի, կար անձրևը կանչի գա, եթե Աստված Եղիային ասես մուզմս մերնես մերի, այսօր ինձ ու քեզ եթե շատ խաղ անենք ու Աստծուն ցավացնենք, ու մարդկանց ցավացնենք, դա վտանգավոր վախենալու բան է, թող Տիրոջ երկյուղը գա բոլորից վրա, կենթանի ջրերը չփոխել ժամանակավորի հետ, կատակներ ու խաղեր մի արա, վախեցի Աստծուց, շատերը մտածում են ինչ ունենք, տենց է պետք է լիպ տիավ լավացնեմ, կարող է եղածդ կորցնես, ահով ու դողով, պահի Աստծո փրկությունը, ահով ու դողով, կատակ մի արա, կներեք որ ես մի քիչ ջղայն ասած եմ խոսում, Աստծո հոգուց բարկություն ոնց որ ունի, փառտուր Աստծուն գոհացի, շնորհակալ եղի, Գիտեք 7 ամիս կերակրում է եկեղեցին, վերականգնող տղեկին, ասում տղեկ, աշխատանք ենք ճարում ձեզ։ Ամիսը 150,000 կստանաս։ Կամ 200,000։ Կգաս ես վերականգնողականի ադապտացիոն տունը ձրի կապրես։ Բայց կլինի 1000 դրամ ամեն ամիս զոհ բերես վերականգնողականին, ասես չէ իմ 1000 դրամի վրա աշկիկ դեր կյանքում չեմ տա։ Պատկերացնում ես 7 ամիս ձրի պահել ենք, աղոթել ենք ազատագրվել, ադապտացիոն ինքը տուն չունի, հարազատություն չունի, ոչ մեկին պետք չի 30 տարի բան տա նստել, որ մեռնի ոչ մեկ թաղմանը չի գնալու։ Իսկ կլինի 1000 դրամ զոհաբերես ասում, ասում 1000 դրամ խի տամ։ Ես ավելին եմ ուզում, հետո կորում Աստծուն։ Լսի, եթե Աստծո համար է, Աստված է փառավորվելու, ամեն ինչ կտամ։ Շորերս կանեմ, տակի շորերով կգնամ, եթե Աստծուն դες փառքաբերեմ։ Եսային մեր կերման գալով այժմ։ Եզեկելը 40 քանի օր մի կողքի վրա էր պարկում, ես իմ քանի օր մի կողքի համար, հոգում էր շուտ պաշարում էր, ասում ես, ինչի շանոց անում ես Եղիսեն, բայց Աստծուն էր պետք դեց։ Իսկ այսօր մենք բոլորս կոմֆորտ ենք մանգալի, մարմնի ցանկություն, աչքի ցանկություն ու կռվում ենք Աստծու հետ, ճեղքում ենք, պետք է բացվի։ Լսի, Աստծու երկյուղ ունեցի հանդարտվի։ Խաղաղվի, թե ավելի վատ կլինի։ Էսի Աստծո եկեղեցի աստ է կոլխոզ շուկա չի, էսի Աստծո եկեղեցի աստ է ավտոյի շուկա չի, համոզես, քո գործ առաջ գցես, ստե Աստծո եկեղեցի է ամբիցիաների տեղ չի, ստե Աստծո եկեղեցի է խոնարհության ու գառների տեղ է, այծերի տեղ չի։ Գառները խելոք սպասում են, որ հովիվը կտանի հանդարտ ջրերի մոտ, կանաչ խոտերի մեջ։ Չեն ասում, տենասս հովը ճիշտ տեղա տանում, գառները խելոք գնում են։ Գառները ամենամեծ մոլորյալ կենթանին է, երբ որ մենակ մնաց, ամենասարսափելի մոլորվողն է։ Ես տեսել եմ գյուղերում կտենաս, որ գառը հոտից հետ ընկավ, չգիտի սենց ան, չգիտի ուր էթա, մոլորվել է, հոտից հետ անգե, ամեն բանարը հոտից մին բրնվես, կատակ մի արա, մի ցավացրա, ոչ հովին, ոչ մեկին, որ չուզենան քո երես տենան, որ Աստված ասիսա վնաս է տալի, հավելավ է կտրեմ։ Ասես ոնց Աստված կարա կտրի, իհարկե, ինչ ուզի կանի։ Ահով ու դողով բռնի Աստծուն։ Ասա ինչով կարամ օգնեմ։ Շնորհակալ եմ ես ներկայացի, շնորհակալ եմ, որ ես շրջանում եկեղեցի կա, որ ես գալիս եմ իմ հոգսերի մեջ թեթևանում եմ, խոսք եմ ստանում, հույս եմ ստանում։ Բա պատկերացրու այս վիճակում դու մենակ տունը մնայիր ու ոչ մի ուժ չկա, ոչ մեկի ձայնը չլսեիր, ոչ մի մխիթարություն չլներ։ Ինչ կլներ քո հետ։ Թան գնա ասո եկեղեցին ու կատակներ մի արա։ Նա ինչքան մարդիկ եղել ես ամեն տարի որ 2 տարի մեկ գալիս եմ, դեմքեր կա չեմ տենում, չգիտեմ ուր է։ Նույնպես Երևանում Աստծո երկեղը կորցնում են ու սկսում են իրենց արժեքները բարձրացնել։ Ես կարծում եմ ճիշտը սա է։ Դու ես Տերը որ կարծում ես։ Ես մտածում եմ սենց պատիլներ, դու ես Տերը որ տենց ես մտածում։ Դու ով ես։ Լսի, մեր կյանքը մեջ շոկի է, մի հատ գոլոշի։ Ծաղիկի պես փոկվավ տեղը չենք հիշում, հողը տեղը չի հիշում։ Մարդու կյանքը ծաղիկի արևը դուրս եկավ ծաղկում է։ Հետո մեկ դեմս չկա, թորոմեց։ Վախեցի, նայի կյանքը ոնց է թռնում։ Աստծո երկյուղ ունեցի, սարսափով ահով դողով, բոլորիդ հաշտվի, ոչ մեկին մի ցավացրա, ոչ մեկին մի տանջի, ոչ մեկին մի ճնշի, քեզ որ տենան ասեն, օ, եկավ, գայլուկ եղբայրն եկավ։ Ոչ, դու պետք է անուշահոտություն լնես։ Ժողովուրդ, եթե մեկը մի ամիս լողացած չլինի կողդ նստի, ինչքան տհաճա։ Հիմա պատկերացրա, ամթատ ինքը գալիս է ու ամիսներով չի լողանում։
Ասես լողացի, ասում հա, հարմար չի։ Ես ոնց անեմ իրանց հերու նստեմ։ Բայց երբ որ գալիս է մեկը անուն շոտով, ուրիշ ինչ հաճելի հոտ է, ես ինչ անառամատ է։ Սա Քրիստոսի անուշահոտության մասին եմ խոսում։ Կա էժան օծանելիք, որ արժի 1000 դրամ, որ ցանես կողքիցդ փախնում են։ Բայց կա թանկարժեք օծանելիքներ, որ շատ թանկ արժի։ Սիրելիս Աստվածաշունչը ասում է Աստծո անուշահոտությունը, եղեք Աստծո անուշահոտությունը։ Հիմա էլի մի հատ բան եմ ասում Աստվածաշունչից ու վերջացնեմ։ Ով է հիշում, որ Հակոբը մտավ շորերը, այդիշ մազերը փաթաթեց ձեռքերին, մենց արեց, որ Եսավի հոտը գավրից։ Մտավ հոր մոտ, հերը կուրացել էր, ասեց, ձայնը Եսավինը չի, բայց հոտը Եսավինն է, շոշափեց, հոտը Եսավինն է, ու ամբողջ ժառանգությունը տվեց Եսավի Հակոբին, ով է հիշում։ Հիմա նոր կտակարանում, Աստված սպասում է Քրիստոսի անուշահոտությունով մտնենք հոր առաջ, ով ասի ձայնը Հիսուսինը չի, բայց առամատն է Հիսուսի, ու սա ժառանգությունը տա ինձ ու քեզ, հալելույա, վաու, իսկ մենք դրել ենք են հին, կեղտոտ հոտերով, կեղտոտ ջրերով գնում ենք մտնենք հոր մոտ բան ստանանք։ Գիտեք, Իսահակը կուրացել էր, բայց Աստված ոչ էր կուրացել, ասեց հոտը Եսավինն է, հանդերձները Եսավինն է, Քրիստոսի սպառազինությունն է, Քրիստոսի անուշահոտությունն է, ձայնը Հիսուսինը չի, բայց հոտն է Հիսուսինը, ու Հիսուսի ժառանգությունը մեզ է պատկանում։ Հալելույա։ Փառք քեզ Հիսուս։ Հալելույա։ Եկեք իրար ասենք սիրելի հայր, թող քո երկյուղը բարձրանա իմ մեջ։ Ներիր ինձ։ Որ խառնել եմ զուլալ ջրերը, պղտոր ջրերի, ու մտածում եմ դու ներում ես ու ողորմում ես, խնդրում եմ ների ինձ, որ չցավացնեմ քեզ, պահիր ինձ քո տան մեջ, քո կամքի մեջ, խնդրում եմ իմ կյանքի բոլոր օրերը, որ միայն քո մաքուր ջրերի մասին մտածեմ, ու քո կամքի մասին, հալելույա, հորա մասակարան բարայա, Հորա մասիկել արաբադիա, լերա գոդոսիպի, հալելույա։ Ես տեսնում եմ, ես եկեղեցում շուտով գալու է ժամանակներ, հացի առատություն ալնելու, մեծ հրաշներ, ովքեր փախել են, թողե գնացել են, լսելու են ու ափսոսան, որ դե մեջը չեն։ Գալու է ժամանակներ, մեծ բաներ ասկսելու, մնա հավատարիմ, գետից մի երացի, մնա Աստծո գետի մեջ, մի դուրս արի, սպասի միջև Դավիթ թագավորը կգա գետից կհանի, Հիսուսը կգա քեզ կհանի ու կորոշի ինչ անի։ Հալելույա հայր։ Ես ուզում եմ բրծնեմ, վերջացնեմ չեմ կարող։ Հալելույա։ Սուրբ Հոգի դու այստեղ ես։ Ես դե մարդիկ եմ տենում, որ տարբեր խնդիրներ ունեն, բայց դե խնդիրը ֆիզիկական չի։ Ինքը գնում է, մտածում է ստեից հանդեից է, ներսիդ վիճակն է սխալ։ Սիրտը եթե բժշկվի ներսդ, մնացած հարցերը թեթև կլինի։ Ես տեսնում եմ մարդիկ կան, եղել է որ գնաց բժշկի նայում են բան չկա, բայց խնդիր կա։ Հոգևոր է խնդիրը։ Սիրտդ ուղի եկեղեցու նկատմամբ, օրհնի քո եկեղեցին։ Օրհնելա Տիրոջ անունով դրված է, եկած է։ Օրհնի իրան։ Աստված կտենա որ հարգում ու պատվում ես։ Ամեն մակ փոխվի, բարկանաս, ասա թող Աստծո կամքը լինի։ Ոչ թե բարկացի ու գորգրա խոնարհությունը Գիտեք գառները ոնց են, որ կողմ հովիվը թեքվի, սուսուս թեքվում են, այծերն են ասում, դենա սուրա տանում, արիթանք անտառ, անտառում գայլը քեզ է սպասում։ Հալելույա հայր, օրհնում եմ քեզ, հալելույա, փառք քեզ Հիսուս, հովիվ ջան։ Մնում ասել փառք Հիսուսին։ Ոյ խաչիկը չէի պատկերացնում, թե ինչ արեց այսօր այստեղ։ Չես պատկերացնում իրականում։ Ես աղոթում եմ Տեր, որ այսօվա խոսքը, այս քարոզը մարմին դառնա մեր մեջ Հիսուսի անունով։ Հիսուսի անունով։ Հիսուսի անունով ես կյանք եմ խոսում
այն ամեն մի ոլորտի մեջ, որտեղ փորձում եմ մահը տիրի, ես լույս եմ խոսում այն ամեն մի ոլորտի մեջ, որտեղ փորձում եմ խավարը հարձակվի Հիսուսի անունով։ Ես խոսում եմ, որ ջրերը բժշկվեն Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր իմ Աստված, մենք քեզ փառք ենք խոստանում։ Մենք խոստանում ենք քեզ հնազանդություն, քո կամքին եւ քո խոսքին։ Ողջ փառքերն ու պատիվը, զորությունը միայն քեզ, Տերերի Տեր։ Հալելույա։ Մենք չար լինելով, Աստծո խոսքն ասում, մարդու մեջ ոչ մի բարի բան չկա։ Մենք չար լինելով, սա կհյուրասիրենք ինչ-որ մեկին, այս պղտոր ջուրը։ Հայերենով ասված կանալիզացիայի ջուրը։ Հա? Կտանք, հյուրասիրենք։ Բա մենք ենք կարծում, որ եթե մեր մեջ սա կա, Աստված կարա մեզանով պատվի ինչ-որ մեկին։ Մենք ասում ենք, Տեր օգտագործիր ինձ, բայց սա է մեր ներսում։ Ու մենք տեսնում ենք, որ չի օգտագործում։ Գիտես ինչ պիտի անենք մենք։ Սա պիտի դնենք հոսող ջրի տակ։ Եվ թույլ տանք, որ Աստված այնքան գա այստեղ, մեջից դուրս հանի ամեն մի պիղծը, ամեն մի կեղտը, ամեն մի բամբասանքը, նախանձը հանի այստեղից եւ հետո կտեսնես, որ Աստված պատիվ կանի եւ որ ասի գնա մարդիկ կբերի քո շուրջը, ասի խոսա, սա Աստված չի տա, Աստված ինձ չի օգտագործի, եթե իմ ներսում սա լինի։ Եկ թույլ տանք, որ Աստված հոսի այստեղ, սրա մեջ, մեր մտքի մեջ, նորոգի, մաքրի, սրբացնի իր անվան փառքի համար։ Փառք նրան։ Փառք մեր Աստծուն։ Փառք ես Տեր։ Գիտես, մենք այսօր կգնանք մեր տները, կասենք ինչ լավ քարոզ էր, մի փոքր վաղը կմնանք այս հոգու տպավորության տակ, կանցնեն օրեր, մենք ասենք, որ մեկ Տեր հողի խաչիկը։ Գիտես, եթե մեկ այս խոսքը մեր մեջ մարմին չդառնա, եթե այս ամենը մեր մեջ մարմին չդառնա, մենք շատ արագ կմոռանանք։ Ուղղակի կմոռանանք, եթե մենք որոշում չկայացնենք, փոխվենք։ Ու երբ որ հիշենք հովիվ խաչիկին, ասենք, այդ օրը իմ կյանքը փոխվեց, որտեղ ես որոշեցի դրա քարոզած Հիսուսով, որ իմ ջրերը, ներսի ջրերը բժշկվեն։ Ու այդ որոշման պատճառով ես օրհնվեցի, իմ կյանքը փոխվեց։ Ամեն։ Իսկ թող Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։ Թող Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ, այնքան կարիք ունեք նրա ողորմության։ Թող Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությամբ քեզ կշտացնի։ Եվ թող որ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգևորությունը ամենքիս հետ լինի։ Ամեն։ Եվս մեկ անգամ պատվենք մեր Աստծուն, երկրպագենք նրան եւ թող Տեր օրհնի քեզ, գնաս Տիրոջ խաղաղությամբ։
Սուրբ է, ամենակալ Աստված մեր, ով կար և կա գալիս է նա։ Կոչում ենք քեզ ազգերը, արքա արքաների, ամեն ես իմ կյանքի պատվում եմ քեզ մեծարում։ Սուրբ է, Սուրբ է, Սուրբ է, ամենակալ Աստված մեր, ով կար և կա գալիս է նա։ Կոչում ենք քեզ ազգերը, արքա արքաների, ամեն ես իմ կյանքի պատվում եմ քեզ մեծարում։ Սուրբ է, Սուրբ է, Սուրբ է, ամենակալ